Աննա Մար, կինը խաչի վրա, 2020 Գլուխ առաջին Հենրիխ Շեմյոտը մի կարճ նամակ գրեց կալվածքի կառավարչին. նա հայտնում էր, որ մեկ շաբաթից որդու և Կլարայի հետ կժամանի, հատուկ պատրաստություններ պետք չեն, միայն թե տունը կոկիկ լինի։ Շեմյոտը բացեց նոթատետրը և տեսավ կապույտ մատիտով գրված խոշոր բառերը. Ալինա Ռուշից։ Այդ գրառումը նա կատարել էր երեկ, համառորեն մտածելով այն աղջկա մասին, ում հետ նա ծանոթացել էր ինժեներ Օսկերկոյի տանը։ Մտքերը նրան վերադարձրեցին աղջկա մոտ։ Քանի տարեկան է Ալինան։ 26-27-ից ոչ պակաս։ Նա գայթակղիչ կազմվածք ուներ, երկար մոխրագույն մազեր, նուրբ խոսուն ձեռքեր։ Նրա խոշոր աչքերը կարելի էր համեմատել և մանուշակագույն պատատուկների, և պարմյան մանուշակների, և փոքրիկ լճակների հետ, բայց ամենայն հավանականությամբ նրա մարմնի ամենագեղեցիկ մասը այն էր, որը մերկացնում են ճիպոտահարելու համար։ Արդյոք նա հմուտ է սիրո մեջ։ Իսկ եթե հմուտ է, ապա որքան։ Եվ ով է նրա ուսուցիչը։ Ինչու նա չի ամուսնանում։ Նրա մասին ոչինչ չեն խոսում քաղաքում։ Շեմյոտը զանգեց, նամակը մեխանիկորեն տվեց սպասավորին և շարունակեց մտորել։ Իհարկե նա ոչ մի բանում վստահ չէր։ Ինքը 52 տարեկան է։ Սակայն երբ մոտենում է Ալինային, վերջինս իջեցնում է աչքերը։ Մեկ գունատվում է, մեկ շառագունում, ծիծաղում է և պատասխանում անպատեհ։ Ալինայի մեջ ինչ֊որ բան կա, որ իրան հայտնի չէ, բայց կանխազգում է և ուզում է ստուգել։ Ավելի վատ Ալինայի համար։ Վերջերս նա եկել է այն եզրահանգման, որ հայտնվելով կնոջ ճանապարհին, ինքը դառնում է նրա տխուր իրադարձությունը։ Դրանում ինքը Շեմյոտը մեղավոր չէ։ Դաժանությունն իրան զզվանք է ներշնչում, արյան տեսքը ստիպում է սփռտնել։ Եվ ահա նա հանդիպում է Ալինայի կամ Կլարայի նման մի կնոջ։ Վայրկենապես նրա մեջ ծնվում են նրա արցունքները, անձկությունը, ամոթը, ցավը տեսնելու անհանգիստ և տարօրինակ ծարավը։ Ինքը ստորացնում է նրան և չի զգում խղճի ոչ մի խայթ։ Նա փորձեց ընկղմվել անգլիական տնտեսագիտական հոդվածի մեջ, ինչը նրան չհաջողվեց։ Մի կողմ նետելով գիրքը, որոշեց գնալ Ալինայի մոտ։ Վաղը։ Ոչ, այսօր, հիմա։ Մտացրիվ նայեց հանգուցյալ կնոջ նկարին։ Սպիտակ մուսլինե հագուստով, կրծքին ծաղիկներ, նա ժպտում էր անմեղ, ինչպես սուրբը։ Մեկ րոպե անտարբեր ուսումնասիրեց նկարը։ Երկար ժամանակ ինքն իր մեջ թախիծ էր սերմանում նրա հանդեպ։ Վերջիվերջո դա հոգնեցրեց և համակեց թշնամանքով մահացածի նկատմամբ։ Ապա նա հայացքն ուղղեց որդու փոքրիկ դիմանկարին։ Հուլիոսը մեծամիտ է և փառասեր, բայց բարի է։ Դուռը թակեցին։ Կլարան բերել էր նամակները, հաշիվները և փողը։ Տնտղելով դրանք, Շեմյոտը խոժոռվեց։ Դուք տնտեսող չեք։ Խիստ գունատված նա նստեց։ Ես շատ հիվանդ եմ։ Իսկ ինչու չեք բուժվում։ Դա չի օգնի, ես մահանալու եմ, և դուք երջանիկ կլինեք։ Լավ, Կլարա։ Իսկ հիմա ես գնում եմ։ Ալինա Ռուշիցի մո՞տ։ Նա զարմացած նայեց Կլարային։ Կնոջ ինտուիցիան իրան միշտ զարմացրել է։ Մի՞թե Կլարան գիտի այն, ինչն ինքն իրան վախենում է խոստովանել։ Այո, ես գնում եմ Ալինա Ռուշիցի մոտ։
Դուք նրանով հետաքրքրված եք։ Հնարավոր է։ Այնքան, որ պատրաստ եք ամուսնանալ։ Դա ձեզ չի վերաբերում։ Ես պետք է հեռանամ ձեր տնից։ Ինչպես կամենաք, միայն թե չհամարձակվեք պատմել, որ ես ձեզ դուրս եմ արել։ Ալինա Ռուշիցի տունը երկհարկանի էր, մոխրագույն, սյունազարդ և երկաթե ճաղավանդակով։ Ճաղավանդակը պատվել էր վայրի խաղողով, իսկ պատշգամբի ապակով ծորում էր ծաղկող բեգոնիաների գետակը։ Քառակուսի այգին բավականին մեծ տարածք էր զբաղեցնում։ Աջ կողմում աճում էին ծիրանենիներ, սալորենիներ, բալենիներ, խնձորենիներ, ձախ կողմում ակացիաներ, մասրենու, յասամանի, հասպիկի թփեր և անհամար վարդեր։ Դալար, էդված դրախտանոճիներից կազմված ծառուղու մի ծայրը հասնում է տանը, մյուսը ծեր շագանակենիներին։ Այնտեղ տեղադրված էր քարե նստարան և քարե կլոր սեղան։ Մի փոքր այն կողմ սկսվում էր հարևան տան պատը, որի ճեղքերում բույն էին հյուսել ճնճղուկները և չղջիկները։ Պատեզրին լցրել էին ջարդված ապակուշերտ և տնկել էին մեխեր, սուր ծայրը դեպի վեր։ Ալինան անշտապ քայլում էր այգում։ Նա վարդեր քաղելիս ծակել էր ձեռքերը և փոքր֊ինչ կեղտոտել սպիտակ զգեստը։ Երբեմն նրա սիրտը կծկվում էր։ Նա մտածում էր. Ես սիրահարվել եմ, անսպասելի, խելակորույս և ընդմիշտ։ Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Ինձ ծանոթացնում են մի տղամարդու հետ, ասում, որ նրա անունը Հենրիխ Շեմյոտ է։ Ես մեկնում եմ ձեռքս, զգում, թե ինչպես ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում և… Ես կործանվեցի։ Ես այլևս ինքս ինձ չեմ պատկանում։ Նա անմիջապես խլում է ինձնից խելքի, հպարտության, կամքի և պարկեշտության վերջին կաթիլները։ Սիրում եմ, հազար անգամ սիրում եմ, ամբողջ աշխարհին հակառակ սիրում եմ։ Իմ ջղերը խիստ գրգռվել են։ Այսօր ես տարօրինակ երազ տեսա։ Ես մի անձնուհի եմ և ծնկաչոք կանգնած եմ մայրապետի առջև։ Այդպիսի մայրապետ ես կյանքում չէի հանդիպել և Մենաստանում էլ երբեք չեմ եղել։ Այդ կինը գեղեցիկ է և հպարտ։ Նա հրամայում է մտրակել ինձ մյուս մի անձնուհիների աչքի առջև։ Ես ներում եմ խնդրում, համբուրում եմ նրա ձեռքերը։ Ոչ, նա անդրդվելի է։ Հազարավոր աչքեր նայում են ինձ, հազարավոր շուրթերի վրա քմծիծաղ է նշմարվում։ Ես հեկեկում եմ, ինձ մերկացնում են և մտրակում։ Մարմինս և հոգիս ցնցվում են։ Ես արթնանում եմ սառը քրտինքի մեջ և հիշում, որ նման պատմություն ինձ պատմել էր Շերմյոտը։ Նա միջնադարյան մի անձնուհի էր։ Երբ նրան պատժում էին, նա սիրահարվածի նման բոցավառ բառեր էր գոռում, իսկ ես նրան նախանձում եմ։ Ես պատժվելու այնպիսի կարիք ունեմ։ Ես ինձ առողջ, կուշտ և կոպիտ եմ զգում։ Նա հետուառաջ էր անում ծառուղում, գտնում նոր սպիտակ պատատուկներ, որոնք տարօրինակորեն բացվել էին նետված նոճիների միջև։ Նրան տանջում էին կասկածները։ Դուր է գալիս արդյոք նրան։ Ինչ է նա մտածում իր մասին։ Խոստովանել նրան իր սերը, թե թաքցնել զգացմունքները։ Ինչու որոշ բառեր՝ պատիժ, մտրակ, մեղք, այդքան դժվար է բարձրաձայնել։ Դրանք այրում են շուրթերը։ Դրանք հուզում են ինչպես գործողությունները։ Գրքերում սերը կամ բիրտ է, կամ չափազանցված վեհ։ Իրեն այն թվում է հաճելի, ինչպես սառը շամպայնը։ Սիրո գլխավոր էությունը իհարկե ոչ թե համբույրների մեջ է, այլ նրանում, որ տղամարդը կարող է իրան թույլ տալ ցանկացած դաժանություն կնոջ հետ,
իսկ կինը ուրախությամբ ընդունում է ցավը, նվաստացումը և ստրկացումը։ Արևելքից լողում էր թխկու տերև հիշեցնող ամպը, սակայն երկրորդ հարկի բաց պատուհանները դեռ փայլում էին արևի ներքո։ Շուշանների ահռելի փնջերով ճապոնական ծաղկամանները աչքի էին զարնում պատուհանագոգերի վրա։ Հանկարծ նրանց արանքից, մութ քառակուսու մեջ, նա տեսավ Հենրիխ Շեմիոտին, որը կանգնած էր առանց գլխարկի և ժպտում էր։ Դուք, Աստված իմ, ճչաց Ալինան մանկական ցնծությամբ։ Նրա փարթամ, շիկակարմիր ոսկեգույն մազերը գանգրանում էին ականջների մոտ, բացելով պայծառ, գեղեցիկ ճակատը։ Սափրած դեմքի խոշոր գծերը, քիթը, շուրթերը, կզակը կրքոտ էին, իսկ երկարավուն սև աչքերը լի էին հեգնանքով։ Սակայն ժպիտի նուրբ հմայքը և ձայնի երգեցիկությունը մեղմում էին թե կրքոտությունը, թե հեգնանքը և թե որոշ ընդհանուր դաժանությունը։ Չնայած բարձրահասակությանն ու լայն թիկունքին, նրա ձեռքերը և ոտքերը նրբագեղ էին։ Ինձ խաբեց ձեր սպասուհին, գոչեց նա, կախվելով պատուհանից։ Նա ասաց, որ դուք աշխատասենյակում եք։ Վոյցեխովան ամեն ինչ խառնել է։ Ալինան շտապ բարձրացավ նրա մոտ։ Որքան ուրախ եմ ես, դուք ճիշտ ժամանակին եկաք, հիմա ամպրոպ կսկսվի։ Ես էլ եմ ուրախ ձեզ տեսնել։ Ամպիր ոճի աշխատասենյակում այգուց հետո բավականին զով և մռայլ էր։ Կարմիր փայտի և խամրած բրոնզի համադրությամբ պատրաստված կահույքը երեսված էր վարագույրներից և գորգից ավելի բաց գույնի կանաչ ծանրակերպասե պաստառներով։ Կլոր մարմարե հարթակների վրա, որոնք պահում էին գրիֆոնները, դրված էին ծանր կաշեկազմ և արծաթե կազմ ալբոմներ։ Պատերից մեկը զբաղեցնում էին գրադարանները, որոնք փակված էին թեթև, կանաչ, ոսկե դափտեպսակներով զարդարված մետաքսե վարագույրներով։ Բուխարու վերևում փակցված օվալ հայելին արտացոլում էր ջահը, սեփակերտ առաստաղը և Ալինայի ննջասենյակ տանող դռան մի մասը։ Այստեղ կախված էր թագադրական հանդերձանքով կայսր Նապոլեոն I-ի մեծ նկարը։ Արծիվը զարդարում էր հսկայական շրջանակը, մագիլներում բռնած հետևյալ գրությամբ տախտակ. Անմահ է երկնքում և երկրի վրա։ Բազմաթիվ թանկարժեք ջրանկարների և մանրանկարների մեջ կարելի էր տեսնել նաև հերցոգ Ռեյխշտադտացուն, Ժոզեֆինային, Պոլինա Բորգեզեին, իշխան Պոնյատովսկուն, Վալևսկայային։ Արծաթե նեղ ըմպանակները լցված էին վարդերով, իսկ հարթ բյուրեղապակյա սկահակները մանուշակներով, առաջին կայսրության սիրելի ծաղիկներով։ Շեմյոտը հաճույքով զննեց ծանոթ առարկաները և նստեց։ Ես եկել եմ ապաշխարեմ ձեր առջև, Ալինա։ Դուք։ Այո, ես։ Ես տեղեկություններ եմ հավաքել ձեր մասին, մի զայրացեք։ Ես չափից շատ եմ տարված ձեզնով։ Եվ ի՞նչ եք դուք իմացել։ Ոչինչ։ Ահա, դուք պատժված եք։ Նրանք ծիծաղեցին։ Հետո նա պատմեց Շեմյոտին իր մանկության և պատանեկության մասին, պատմեց հանգիստ և հստակ։ Իմ մայրը ծնունդով կոմսուհի գեդ է։ Ինչու նա չամուսնացավ, ես չգիտեմ։ Մի անգամ նա մեկնեց Հռոմ և այնտեղից արդեն վերադարձավ ինձ հետ։ Ասում են, իմ հայրը իտալացի դերասան է։ Այդ պահից նա մշտակյաց ապրում էր իր տոհմական կալվածքում։ Նա բարձրահասակ էր, վտիտ, թուխ, արհամարհում էր մարդկանց և ատում էր կենդանիներին։ Ես չեմ հիշում, որ նա ինձ նստեցներ ծնկներին կամ կոնֆետ տար։ Եթե հանկարծ տեսնում էր ինձ, նրա հայացքը խամրում էր։ Դուք այստեղ, Ալինա։
Հարցնում էր նա։ Ո՞վ է ձեզ թույլ տվել մտնել այստեղ։ Նա ինձ կարդալ էր սովորեցնում մեծ առանց նկարների գրքով։ Պատուհանից ես տեսնում էի այգին։ Ջուրը սևանում էր կլոր լողավազանում։ Նրա վրայով հաճախ թռչում էին աղավնիները և նստում էին քարե ճաղաշարքի վրա։ Աշնանը տերևները լցված էին կույտերով, ինչպես ձյունը, դա նաև տխրություն էր ծնում։ Դե Աստված նրա հետ, Ալինա, ավելի լավ է շարունակեք պատմել։ Նա ծիծաղեց Շեմյոտի անհամբերության վրա, հիացած և շոյված։ Ամպերը ծածկեցին երկինքը։ Կայծակը ժայթքում էր ամեն րոպե, իսկ ամպրոպի հարվածները հաջորդում էին երկար դադարներից հետո։ Ծեր Վոյցեխովան հապճեպ փակում էր պատուհանները։ Գրեթե անմիջապես անձրևի շիթերը թափվեցին այգու և տան վրա, կատաղի քամի բարձրացավ։ Շեմյոտը նայելով Ալինային ժպտում էր։ Այն, ինչ նա հայտնաբերում էր նրա մեջ, նրա համար դառնում էր ավելի ու ավելի հստակ։ Ալինան շարունակեց. Մոր տանը 18 սենյակ կար և բոլորը գեղեցիկ հարդարված։ Բրոնզ, ճենապակի, թանկարժեք գորգեր և նկարներ, հնորյա ժանյակներ և ադամանդներ, հազվագյուտ գրադարան և արքայական տան ներկայացուցիչների հուշանվերներ։ Այս ամենը նրան էր անցել բազմաթիվ նախնիներից։ 1807 թվականին մարշալ Դյուրոկը իր շտաբով կանգ էր առել այստեղ։ Ալինայի լավագույն հիշողությունը գրադարանն էր։ Ամեն օր նա սողոսկում էր գրադարան և կարդում առանց խոչընդոտի, քանզի ոչ մի պահարան չէր փակվում։ Երբ Ալինան դարձավ 10 տարեկան, մայրը գրեց Անգլիա ինչ֊որ մեկին։ Միս Ուիթոնը ժամանեց անհապաղ։ Նա չվախեցավ ցրտաշունչ ձմեռվանից և կալվածքի լռությունից։ Նա բարեկազմ, ոսկեծամ կին էր, գեղեցիկ և ուրախ։ Նա կրում էր բացառապես սպիտակ զգեստներ, սպիտակ կոշիկներ, սպիտակ մարջաններ պարանոցին և օծվում էր խամբարով։ Միս Ուիթոնն ընտրեց վերին հարկի ամենահեռավոր սենյակը։ Պաստառները այնտեղ պայծառ էին, ոսկեգծերով, կահույքն ու գորգը սերուցքագույն։ Մարմարե բուխարու վրա նա դրել էր ասորական սկահակներ, Ալինայի մոր նվերը։ Միս Ուիթոնն այստեղ էր կանչում իր սանուհուն, եթե վատառողջ էր լինում։ Դա տեղի ունեցավ նաև այդ ժամանակ։ Ալինան շփոթվելով իջեցրեց աչքերը։ Շեմյոտը նրան քնքշորեն հարցրեց. Նա ձեզ պատժում էր, հավանաբար։ Ալինայի երեսը կարմրատակեց։ Նա գլխով արեց, կծելով շրթունքները։ Ինչպե՞ս։ Մի տանջեք ինձ, ինչու եք հարցնում։ Դա ձեզ է վերաբերում։ Ալինան շունչ առավ և տիրապետեց իրան։ Ես չգիտեի, թե ինչքան հաճելի է խոսել այդ մասին Շեմյոտի հետ, մտածում էր նա։ Նա դյութիչ կարմրում է։ Ես հուզվում եմ։ Ես հետագայում նրա հետ կոպիտ կլինեմ, մտածում էր Շեմյոտը։ Ալինան բարձրաձայն ասում է. Մի մեղադրեք միս Ուիթոնին։ Ես անտանելի երեխա էի, համառ, աշխույժ, հանդուգն։ Ես ստանում և թաքցնում էի մեկ փող, մեկ մորս թևնոցը։ Դրանք փնտրում էին ողջ տնով, իսկ ես ինձ խուզարկու էի երևակայում և գտնում էի կորած իրերը։ Ես միշտ ձանձրանում էի և արկածներ էի որոնում։ Այդ էր պատճառը, որ ես սիրային նամակներ էի գրում մեր կառավարչին։ Չեմ էլ հասկանում, թե որտեղից էին այդքան կրքոտ բառեր հայտնվում։ Նրան հանդիպման կանչեցի։ Հետո բողոքեցի նրանից միս Ուիթոնին և խեղճին դուրս վռնդեցին։ Կարելի է վստահ ասել, որ մեղքին ձգտումը իմ մեջ հսկայական էր։ Մի անգամ ես կտրեցի մազերս և երդվում էի, որ դա արել է Վիկտորիա Յուզեֆան,
շիկահեր մազերով փոքրիկ տխուր մի աղջիկ, որն ամռանը հյուրընկալվել էր մեզ, որպես պատիժ Վիկտորիա Յուզեֆային նստեցրեցին անգլերեն սովորելու, իսկ ես զբոսնում էի այգում ծիծաղելով։ Մեղքի զգացումը ճնշում էր ինձ ընդհուպ մինչև հուսահատություն։ Ես սիրում էի կշտամբանք լսել, և երբ Միսուի տոնը ձաղկում էր ինձ, ես ներողություն էի խնդրում խանդավառությամբ։ Ալինան հոգոց հանեց, հուզված շեմյոտի սևեռուն և փոքր-ինչ ծանր հայացքից։ Նրա ձայնը լի էր տխրությամբ, երբ պատմում էր իր առաջին հաղորդության, բարի, ծեր Քսենց կանոնիկոսի մոտ կատեխիզիսի դասերի մասին, որտեղ նա գնում էր Միսուի տոնի հետ մի ճանապարհով, որի երկու կողմում տնկված էին վարդիներ։ Երբեմն ձին սլանում էր, խոնավ հողը թռչում էր այս ու այն կողմ, Ալինան ճղում էր, իսկ Միսուի տոնը բարձր ծիծաղում էր։ Անգլուհու դեմքը դառնում էր վարդագույն, խիզախ, երջանիկ, նա ագահորեն ծծում էր օդը։ Հետո հանկարծակի մահացավ Միսուի տոնը։ Նրան թաղեցին կալվածքում, պարսպից դուրս, հենց այն ճանապարհի սկզբնամասում, որով նրանք գնում էին կատեխիզիսի դասերի։ Ալինան և Վիկտորիա Յուզեֆը դառը լաց էին լինում։ Ալինայի մայրը կառքի պատուհանից էր նայում տխուր թափորին։ Խորը փոստ անմիջապես լցվեց պղտոր ջրով։ Սառը, անձրևոտ հոկտեմբերյան օր էր։ Մի տարի անց մահացավ նուրբ, տխուր Վիկտորիա Յուզեֆը, իսկ ևս 2 տարի անց երկնագույն մետաքսի վրա շուշաններ գործելիս մեռավ Ալինայի մայրը։ Ծերունի կանոնիկոսը և ինչ֊որ երևելի մռայլ մի պարոն երկար խոսեցին Ալինայի հետ։ Նա արդեն 16 տարեկան էր և գրեթե հասուն էր։ Նա իմացավ, որ ինքը արտաամուսնական զավակ է և պետք է անմիջապես լքի կալվածքը, որն անցնում էր ժառանգներին։ Ալինան ոչնչացված էր, ապշած և նվաստացած։ Վերջին երեկոյի ընթացքում նա երկար հրաժեշտ էր տալիս այգուն։ Ամեն մի թփին, ամեն մի ծառուղուն, մերկ արձաններին, օդային տաղավարներին, մուգ ջրին, որի մեջ արտացոլվում էին ամպերը, նա հուսահատաբար գոռում էր մնաք բարով։ Եվ նրանք ծանր հոգոցներով, ջրի թեթև կարկաչյունով, ճյուղերի թույլ շաչյունով պատասխանում էին մնաս բարով։ Ալինան մեկնեց հարավ, ապահովված մեծ դրամագլխով, իր հետ տանելով այն ամենը, ինչ թույլ տվեցին տանել. գրադարանի մի մասը, կահույքի մի մասը, ադամանդներ, որոնք ոչ թե տոհմական էին, այլ գնված, սպիտակեղենի որոշ արկղեր, հանդերձներ։ Նա այնքան անփարատելիորեն էր լաց լինում, որ Քսենց կանոնիկոսը նրան հիշեցրեց հուսահատության մեղքի մասին։ Նա խղճում էր իր լավագույն, միշտ հլու, հնազանդ, առանց կասկածի նշույլի շատ աստվածավախ աշակերտուհուն։ Երկար ժամանակ Ալինան նրան սենտիմենտալ նամակներ էր ուղարկում, դրանց մեջ դնելով մեկ վարդի թերթիկներ, մեկ նոճ ու ճյուղ։ Հարավում նրանց փոփանք էր սպասում։ Այստեղ նա ծանոթացավ և ընկերացավ Քրիստինա Օսկերկոյի հետ։ Իրեն թվում էր, թե Քրիստինան կփոխարինի Վիկտորիա Յուզեֆային։ Նա այլևս միայնություն չէր զգում և ընդհանրապես մոռացավ անցյալը, երբ իր պնդմամբ Քրիստինայի եղբայրը, ինժեներ Վիտոլդ Օսկերկոն, իր համար այգով տուն գնեց, և նա հայտնվեց այդտեղ ազատ և անկախ։ Մի րոպե Ալինան լսում էր անձրևի ձայնը, ապա երկչոտ հարցրեց շեմյոտին. Իսկ դուք ոչ մի բան չեք պատմի ձեր մասին։ Ոչ մի բան, քանզի իմ կյանքը անհետաքրքիր է, սիրելիս։ Դուք մանրամասնե՞ր եք ուզում։ Դրանք գրեթե չկան։ Ես երկար սովորել եմ։ Համառորեն ստեղծել եմ իմ դիրքը հասարակության մեջ, այրիացել եմ։ Հիմա ես միայնակ եմ։ Երբ ես սկսում եմ ձանձրանալ,
Հեռանում եմ կալվածքս և խորասուզվում գրքերի մեջ, ահա և վերջ։ Կամաց փոթորիկը հանդարտվեց։ Ամպերը աստիճանաբար հեռանում էին հորիզոնի ուղղությամբ։ Արևը փայլում էր ջրափոսերում և ցայտերում։ Ալինան բացեց պատուհանը։ Կաթիլների խշշոցը լսվում էր այգում։ Այնտեղից թարմության բույր էր գալիս։ Շեմյոտը հրաժեշտ տվեց, ասելով. Ես ձեզ սպասում եմ, Ալինա, ցանկացած օր։ Մինչ երեկո Ալինան հուզված էր, ապա պառկելու և երազելու անհաղթահարելի ցանկություն զգաց։ Նա հեռացավ մեծ, երկնագույն, հարթ պաստառներով պատված, կարմիր փայտից պատրաստված, բաց երկնագույն ծանրակերպասով երեսպատված, ամպիր ոճի կահավորված ննջարան։ Զարդասեղանի մոտ Ալինան հանում էր մատանիները, ականջողերը և դնում էր դրանք ոսկե բաժակի մեջ։ Զարդասեղանը նրա հպարտությունն էր։ Հսկայական հայելին, որը դրված էր կարմիր փայտից պատրաստված աղեղների վրա և զարդարված էր բրոնզե փոքրիկ եղրևանիներով։ Բրոնզե նունուֆարներով շրջանակի մեջ գտնվող կլոր հայելին ամրացված էր երկու բարակ սյուների միջև և կարող էր փոխել դիրքը։ Բայց ամենազմայլիչը սյուների վրայի լորելեյներն էին, որոնք առեղծվածային երգեր էին երգում և նայում էին լճի հայելուն։ Ալինան արձակեց շիկահեր, արծաթե նրբերանգով մազերը, երկար սանրեց դրանք, հյուսեց, օծեց։ Հանվելով նա գնաց լոգարան։ Սակայն ջուրը, որը սոճու թուրմից արևակնագույն էր դարձել, չկազդուրեց և չթարմացրեց Ալինային։ Երբ Վոյցեխովան եկավ օրիորդին բարի գիշեր մաղթելու, վերջինս հեկեկում էր։ Վոյցեխովան վաղուց ծառայում էր Ալինային։ Նա կարող էր իրան նաև անվայել արարք թույլ տալ։ Տեսնելով Ալինայի արցունքները, նա քմծիծաղ տվեց։ Նրա ենթամաշկային ճարպի շերտի պատճառով սպիտակ, մեռած, գունազուրկ աչքերով և քաղքենու ստախոս բերանով դեմքը փոքր ինչ աշխուժացավ։ Մարդիկ ասում են, որ… Սա մի ամբողջ մեղադրական ակտ էր ընդդեմ Շեմյոտի։ Ալինան զայրացավ և գոռաց Վոյցեխովայի վրա։ Վերջինս հեռացավ նեղացած։ Աստված մի արասցե, եթե նա ևս մի բառ ասի։ Օրիորդը թռչում է, ինչպես թիթեռը կրակի ուղղությամբ։ Հիմա Ալինան հայտնվեց լայն, կարմիր փայտից պատրաստված, բրոնզե մեդալիոններով, լուսնագույն մետաքսե վարագույրներով մահճակալի վրա։ Վերմակից, սավաններից, բարձերից համպարի և վարդի նուրբ, կայուն հոտ էր գալիս։ Ինչ֊որ տեղ վերևում թաքցված էր երկնագույն էլեկտրական լամպը, և երբ Ալինան վառում էր այն, ամբողջ մահճակալը ներսից շողում էր, ինչպես հսկայական լապտեր։ Ալինան ծանր հոգոց հանեց։ Նրա սիրտը կծկվում էր, ինչպես առավոտյան, և նա տապ էր զգում։ Ինչ է ասում Վոյցեխովան։ Շեմյոտը չար է, ագահ, դաժան։ Նա թոքախտի հասցրեց իր առաջին կնոջը, Կլարային կողոպտեց մինչև վերջին թելը։ Բացի այդ, նա ուներ և այլ սիրուհիներ։ Ինչ գործ ունեմ ես Շեմյոտի անցյալի հետ։ Անցյալը չի պատկանում ոչ մեկին։ Նրա որդուն Ալինան կարգին չտեսավ։ Երբ նա վերջին անգամ այնտեղ էր, Հուլիոսը իր ներկայությամբ ոչնչացրեց մի տուփ շոկոլադ։ Ցերեկվա ժամը 12-ին։ Ահա թե ինչ է նշանակում տղամարդու դաստիարակություն։ Կլարան ձևացնում է, թե չի նկատում Ալինային։ Խեղճ Կլարա։ Նա հավանաբար շատ է լաց եղել իր կյանքում։ Բայց հիմա նա չպետք է լաց լինի, քանզի դա անիմաստ է։ Մեղավո՞ր է արդյոք Կլարայի առջև Շեմյոտը։ Հավանաբար։ Ալինայի ուղեղը մշուշվում էր։ Նա դիրքեր էր փոխում, գրեթե խեղդվում էր։ Էլ ինչ էր ասում Վոյցեխովան։ Իբր թե Շեմյոտը ծեր է և տգեղ։
Իսկական անհեթեթություն։ Հենրիխը, ինչ քաղցր է նրան անունով դիմել, կարող է դառնալ ցանկացած կնոջ իդեալը, երբ նա նայում է այդպես ուշադիր և քնքուշ։ Եվ մի տարզմեզի փորձություն։ Ալինան վեր քաշեց վերմակը, պաշտպանելով կուրծքը շեմյոտի ենթադրյալ համբույրներից։ Սուրբ Մարիամ, դրանք կհասնեն դեռ ոչ այնքան շուտ։ Ալինան պառկեց երեսնիվայր։ Գայթակղիչ պատկերները տանջում էին նրան հարթմնի, և նա արդեն չէր պայքարում դրանց դեմ։ Հսկայական ֆանտաստիկ այգի, բոլորի կողմից մոռացված, Զոլայի շքերթի նման, ուր կարելի է հանդիպել փրփրացող առվի, հսկայական ծաղիկների, քարե աստիճանների, որոնք պատվել են խոտով և մամուռով։ Արև, ծույլ լռություն, թավ բույրեր։ Ասած պտուղները երբեմն ընկնում են գետնին։ Ճախրում են սև և կապույտ մախաուններ, զրնգում են ապակյա ճպուռները։ Ալինան զբոսնում է շեմյոտի հետ։ Իհարկե նա հիմա ծնկիկ իջնի շեմյոտի առջև և ինչ֊որ խենթ բան կասի։ Ախ, ինչպես է կուսությունը տանջում իրան։ Արձակեք իմ մազերը, Հենրիխ, կռացեք և ընդունեք իմ երկար և դանդաղ համբույրը։ Ոչ մի բանում ես ձեզ չեմ մերժի։ Ձեր աչքերի, շուրթերի, ձեռքերի նուրբ հետաքրքրությունը կհագեցվի։ Խղճացեք ինձ, Հենրիխ, խղճացեք ինձ, քանզի ես ձեզ սիրում եմ։ Հենրիխը ջարդում է ճյուղերը, բայց նրա ձայնն ընդհանրապես խիստ չէ, այլ երգեցիկ է և թախծագորով։ Հետո նա նետում է Ալինային խոտի վրա, ճմրթում է նրա շրջազգեստի ժանյակները և խոտի, ծառերի հոգոցների ներքո, կիզի ճարևի տակ, թռչունների և ճպուռների մեղեդիների ուղեկցությամբ դաժանորեն ձաղկում է իրան։ Ալինան մի կողմ նետեց վերմակը, միացրեց էլեկտրականությունը, մի կողմ քաշեց անկողնու վարագույրները, գտավ գիշերային սեղանիքի վրա բուրումնաջրի սրվակը և թարմացրեց քունքերը։ Նա հանգստացավ և ցավով ու զղջումով մտորում էր։ Շեմյոտը իրան համարում է անմեղ և մաքուր, իսկ ինքը Ֆենիմոր Յենսենի նման նեխուկով լի պարկ է։ Եթե երբևէ արժանանա շեմյոտի սիրուն, ինքը ստիպված կլինի փոխվել։ Շեմյոտը պետք է շտկի իրան, ասես նորից ստեղծի։ Այն պահից, երբ ես սիրահարվեցի, ես վերջնականապես կործանվեցի։ Ես անառակ եմ և կոպիտ։ Ես ընդհանրապես մոռացել եմ իմ կրոնական պարտականությունները։ Քսենզ Կազինասը հավանաբար զարմանում է, թե ինչ ճշգրտությամբ եմ ես բաց թողնում կիրակնօրյա պատարագները։ Ես նույնիսկ չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք խոստովանություն անել նույնքան արագ, որքան նախկինում։ Եվ նրա մտքերն ուղղվեցին Մենաստան։ Ահա թե ուր իրականում նա պետք է գնար և ապաշխարեր։ Ալինան երազում էր նրա մասին, սարսափելով, դողալով և միևնույն ժամանակ հաճույք ստանալով իր վախից։ Մենաստան գնալու հերոսությունը վհատեցնում էր նրա հոգին, այն նույնքան վշտացնող էր, որքան դժվարին։ Կինը կտրված է կյանքից, դատապարտված անպտղության և ճգնակեցության, նետված է վերացականության գիրկը, որտեղ հաճախ նրա համար ունայն է և ցուրտ, և հենվելու ոչինչ չկա։ Վերջիվերջո, ոչ բոլորին է ձգում Սիենսկայան, և ոչ բոլորին է հասկանալի Թերեզայի լեզուն։ Մենաստանում կինը չի պատկանում ինքն իրան, և սա դեռ դժբախտության կեսն է, բայց նա չի պատկանում ոչ մեկին առանձնաբար, սա արդեն ողբերգություն է։ Ալինան վերադարձավ իր երազին և շեմյոտի պատմությանը։ Միթե Մենաստանում պատժում են։ Իրականում նա ցանկանում էր, որ դա այդպես լիներ։ Ինչ երջանկություն է ծնկի գալ խիստ abայամոր առջև և կրկնել դժբախտ լավալեռի խոսքերը. «Օ մայր, ես տալիս եմ ձեզ իմ ազատությունը,
քանզի ես դրանից սխալ եմ օգտվում։ Եվ արդեն քնելով, նա երևակայում էր, թե ինքը որքան հլու, հնազանդ, ջանասեր կլիներ, և ինչպես նրան շաբաթը մեկ անգամ կձաղկեին Մայրապետի առջև։ Գլուխ երկրորդ Հինգշաբթի էր, ինժեներ Օսկերկոյի ընդունելության օրը։ Ինչպես միշտ, Քրիստիանան նստած էր վերածննդի ոճի կաղնե ճաշասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ճչում էին երկու կանաչ թութակներ և առանց շտապելու հյուրերին թեյ էր լցնում։ Բացված վենետիկյան պատուհանից երևում էր քաղաքի չքնաղ համայնապատկերը՝ իր այգիներով, աշտարակներով, գմբեթներով, գոթական ոճի կոստյոլի երկու սրածողով, կլոր հրապարակներով, կենտրոնական շրջափոկերով, ընդհուպ մինչև հորիզոնի ծովեզրը։ Հիմա երկինքը, տանիքները, պատերը, ապակիները, քաղաքի վրայի ծուխը համակված էին ջերմությամբ, երեկոյան արևի վարդագույն լույսով։ Ծառերի որոշ խմբեր սև էին թվում, մյուսները մուգ մանուշակագույն, երրորդները արծաթագույն, գրեթե սպիտակ։ Եվ վերջապես հեռվում նրանք միանշանակ ծիրանագույն էին։ Քրիստինան լցրեց թեյի վերջին բաժակը, դրեց այն աղախնու սկուտեղի վրա և հոգնած ետ ընկավ բազկաթոռին։ Նրա աչքերը մուգ կարմիր էին, դեմքը շատ գունատ, մազերը ընդգծված շագանակագույն, խիտ, ինչպես կեղծամը։ Շրթունքները վառ էին և բարակ, իսկ ամբողջ մարմինը ճկուն, սլացիկ և վտիտ։ Աջ հայտին նա խալ էր դնում։ Նրա զգեստը սրճագույն էր, խորը կտրվածք ունեցող բաց երկնագույն մուարե բաճկոնով։ Նա բաճկոնի երկու կոճակի արանքն էր մտցրել երկար շղթայով ամրացված ոսկե լորնետ, որը երբեք չէր օգտագործում։ Մի քանի անգամ Քրիստինան հարցրեց աղախնին. «Դուք զանգահարել եք օրիորդ Ռուշիցին»։ Եվ «Օրիորդը տանը չէ» պատասխանը լսելիս կծկվում էր։ Համընդհանուր աղմուկի մեջ թութակները պատռում էին կոկորդները։ Տիկնայք կերել էին թխվածքներն ու քաղցրավենիքը, գովում էին ուշ գարունը, որը բոլորին պահել էր քաղաքում։ Տղամարդիկ խմբվել էին անկրկնելի Միսսի Պոտոցկայայի շուրջ։ Նրա ահռելի, կլոր և դողացող սպիտակ էսպրին հիշեցնում էր մաստատուփ, իսկ ոսկե ծալքերով և բայադերկայի կանաչ գոտիով կապույտ զգեստը՝ սիրամարգ։ Միսսի Պոտոցկայան սնանկացած ծնողների դուստր էր։ Ըստ լուրերի, նա ջերմեռանդորեն փեսացուներ էր որոնում։ Նրա սրամտություններից առավել բարձր ծիծաղում էր տանտերը, ինժեներ Վիտոլդ Օսկերկոն, վարդագույն, թմբլիկ, սափրված շիկահերը, որի ձախ աչքը թեթևակի շիր էր։ Հյուրասենյակ մտավ Հենրիխ Շեմյոտը, որդու, Հուլիոսի և հայտնի հոգեբույժ, հիվանդանոցի սեփականատեր բժիշկ Միրսկու հետ։ Նրանց բոլորին դիմավորեցին բարյացակամ, հարգալից շշուկներով։ Շեմյոտ հայրը հանդիսավորությամբ համբուրեց Քրիստինայի ձեռքը։ Վերջինս արագ և թշնամաբար նայեց Շեմյոտին։ Նա անմիջապես հեռացավ Միսսի Պոտոցկայայի ուղղությամբ։ Բժիշկ Միրսկին Քրիստինային ընկերաբար շշնջաց. Այսօր ես տեսա ձեր որդուն, նա բացառիկ երեխա է։ Քրիստինան չոր և անորոշ ժպտաց։ Հուլիոս Շեմյոտը բաց խարտյաշ մազերով և պայծառ մեղեսիկներ հիշեցնող աչքերով բարձրահասակ երիտասարդը մնաց Քրիստինայի կողքին կանգնած։ Նա Քրիստինայի թաշկինակի վրա դրեց կաշվե տուփիկ։ Բարեկամս, սա ի՞նչ է։ Փոքրիկ հուշանվեր, երեկ ձեր ծննդյան օրն էր։ Ես այն չեմ նշել։ Քրիստինան այնուամենայնիվ բացեց տուփը և այնտեղ գտավ հիասքանչ արևակնով հազվագյուտ մատանի։ Արևակնը անհաջողություն է բերում։
Քրիստինան մոտեցրեց մատանին իր երկնագույն բաճկոնին, ապա առանց երախտիկի խոսքերի դրեց մատին։ Հուլիոսը քթի տակ մրթմրթում էր, աչքերով ուտելով նրան։ Իմ թանկագին սիրելի մամուլիկին, որ լցրեց իմ սիրտն ուրախությամբ, հրեշտակին, անմահ պաշտամունքին, կուռքիս երկար տարիների կյանք մաղթելով։ Արևը մայր մտավ։ Երկինքը սկսեց մքվել, երկնագույնից վերածվելով սևի, սակայն հորիզոնի վրա դեռ վառվում էր ոսկե նարնջակարմրավուն շերտը։ Այլևս ոչինչ չէր փայլփլում։ Կոստյոլի գոթական ոճի սրածողերը և այն ամբողջությամբ պատրաստված էին թվում սև մարմարից։ Սև էին ներկվել և ծառերը, և գլխավոր ծառուղին, որով դանդաղ ընթանում էին կառքերը, պճնված կանանց տանելով խաղատուն։ Իջավ փափուկ, խոնավ, ակացիաների բույրով ներծծված գիշերը։ Մի սիպոտոց կայան ինչ֊որ տեղ շտապելով հրաժեշտ տվեց։ Նրանից հետո անհետացավ Վիտոլդը։ Հյուրերի մեծ մասը ևս հեռանում էին։ Դուք վատառողջ եք, հարցրեց Հուլիոսը, զարմացած Քրիստինայի գունատությունից և անհանգստությունից։ Սակայն նա արդեն չէր լսում, սևեռուն նայելով ճաշասենյակի դռանը։ Ալինա ռուշիցն էր մտնում արագ, փոքր-ինչ շնչասպառ։ Նրա խոշոր գլխարկի եզրերից քնքշորեն իջնում էին դրախտահավի փետուրներ։ Նա հագել էր մետաքսե շատ հասարակ զգեստ և մանուշակների մի փունջ դրել իր անակալի ծալքերում։ Այ դու անպիտան, շշնջաց Քրիստինան, ագահաբար համբուրելով ընկերուհու ձեռքը։ Ինչ ես անում դու ինձ։ Սակայն Ալինան փայլող աչքերով նայում էր շեմիոտ հորը։ Հեռվից զուսպ և քաղաքավարի նա գլուխ տվեց Ալինային։ Փոքր-ինչ հիասթափված, նա նստեց Քրիստինայի կողքին, ընդունելով ճապոնական ճենապակյա բաժակում լցված թեյը և ընկերաբար ժպտալով Հուլիոսին։ Անփույթ ֆրազները խառնվում էին մտքերի հետ։ Այս տղան հիասքանչ է, թեև ընդհանրապես նման չէ հորը։ Նա կարծես նկարված լինի մանուշակագույնով և կապույտով։ Մանուշակագույնով և կապույտով նա հիասքանչ դիմագծեր ունի։ Ես կսկսեմ պաշտել նրա անունը, այն նրան շատ է սազում։ Իսկ Հուլիոսը, նրա համար կտրելով թխվածքի կտոր, իր հերթին որոշում էր. Եթե նա դառնա իմ խորթ մայրը, մենք կբարեկամանանք։ Նրա մեջ կա ինչ֊որ հրահրող հնազանդություն։ Ափսոս, որ ես սիրահարված եմ Քրիստինային։ Չգիտեմ, թե վերջին ժամանակներն ինչու ես գրգռված թվում, Ալինա, նկատեց Օսկերկոն։ Ավելի ճիշտ, գիտեմ, սակայն չեմ ուզում խոսել։ Կամաց։ Մեզ ոչ ոք չի լսում։ Շեմիոտ հայրը հրաժեշտ էր տալիս։ Ալինան նրա ուղղությամբ նետեց աղերսող մի հայացք։ Նա ձևացրեց, թե չի նկատում։ Իսկ դու, Հուլիոս։ Ես գալիս եմ քեզ հետ, հայր։ Շեմյոտներից հետո հեռացան նաև մյուս հյուրերը։ Այժմ բնակարանում խոր լռություն էր տիրում։ Թութակները քնած էին փակված կերպասե կանաչ ծածկոցով։ Քրիստինան խոսում էր թախիծով։ Բոլորդ լողում եք անառակության մեջ, բոլորիդ համակել է զգայական տենդը։ Շեմյոտը տանը սիրուհի ունի, Կլարան հանուն նրա դավաճանել է փեսացուին, իսկ վերջինս ինքնասպան եղավ։ Մի սիպոտոց կայան մերկանում է գոտկատեղից ներքև։ Եղբորս մոտ գրեթե ամեն օր գալիս են ներկված աղջիկներ։ Շուտով նրանք կպառկեն բոլոր սենյակներում։ Ինչ գիտես դու Շեմյոտի մասին։ Հնարավոր է նա հիվանդ է, և բացի այդ նա ծեր է, խիստ և ծաղրասեր։ Իսկ սիրել կարելի է միայն բարի և պայծառ մարդկանց։ Ո՞ւմ է պետք այս ամենը։ Ախ, որքան էի ես հպարտանում քեզնով, Ալինա։ Դու այնքան մաքուր էիր, դյուրահավատ, հանգիստ։ Ես կարծում էի, որ քեզ բավական կլինի իմ սերը, թանկագինս։ Եվ Ալինայի զարմացած դիմախաղին
Նա հակադարձեց հուզված և կարոտած։ Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, դու կարծում ես ես խենթ եմ, բնական է, աննորմալ։ Ախ, թող ինձ, իսկ գուցե հարցնես բժիշկներին, ինչ գիտեն նրանք, այդ կեղտոտ կենդանիները։ Նրանց համար ամեն ինչ հասարակ է, պարզ, ամեն ինչի համար պատրաստ է դեղը, ապրելակարգը, ցնցուղը, դիետան, իսկ բնությունը մեծագույն խաբեբայ է։ Արդյոք նա չունի անչափ խելացի երեխա։ Որտեղի՞ց։ Հիմարություն, պատահականություն, հիմարագույն պատմություն ծովափին, մղձավանջի նման մի բան, իմ անհամարձակությունը, աբորտ անելու վախը, արդյունքում տղա, ահա քեզ բնություն։ Ալինան նվաստացած և ընկճված լուռ էր։ Քաղաքի կրակները վառվում էին, գիշերը լուսնկայր, գրեթե առանց աստղերի։ Ալինան երկար կանգնած մնաց պատուհանի մոտ։ Նա առատորեն պարգևատրվել է գեղեցկությամբ, հարստությամբ, մտքի ճկունությամբ և միթե այդ ամենի հետ մեկտեղ նա չի կարող երջանիկ լինել։ Քրիստինայի լացը ստիպեց նրան վախեցած շրջվել։ Ծնկելով նրա առջև, Օսկերկոն հուսահատ կրկնում էր. Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։ Մի քանի օր անձրև էր գալիս։ Այգում մեծ քանակությամբ ավազ էր հավաքվել, որը փչացրել էր ծաղկաթմբերը, կածանները։ Ալինային տանջում էր ամոթի, զղջումի և ափսոսանքի ցավը։ Հատկապես նրա համար տհաճ էր հիշել վերջին հանդիպումը Քրիստինա Օսկերկոյի հետ։ Ընկերուհին նրան վախ և հետաքրքրություն էր ներշնչել։ Ինչ է պատահել այդ ուրախ, խոհեմ աղջկան։ Ինչպես ինքը, Ալինան, նախկինում ոչինչ չէր նկատում։ Միթե սա իսկական սեր էր, խանդոտ, անմիտ և բիրտ։ Ապա Ալինան որոշեց, որ ինքը Քրիստինային արհամարհելու ոչ մի առիթ չունի։ Ճիշտ է, նա զգում է, որ ինչպես բոլորը, բայց միթե դա մեղք է։ Ինքը ընդհանրապես չի ուզում ընկերուհուն վշտացնել, նրանից հեռանալով։ Ինչո՞ւ։ Նրանք սովորել են իրար։ Նա խորամանկաբար ժպտաց, չցանկանալով ինքն իրան խոստովանել, որ իրան հաճույք է պատճառում տանջել Քրիստինային։ Հետագայում նա նույնն էր մտածում. եթե իմ մեջ նվաստացման և ցավի ծարավի հետ մեկտեղ չապրեր ստորացնելու և ցավ պատճառելու ձգտումը, ես կդառնայի ինչ֊որ լպրծուն և կպչուն մի բան։ Նույն օրը Վոյցեխովան խոսք բացեց Շեմյոտի ծառայի, Յան Շչուրեկի մասին։ Պարոնը մեկնում էր կալվածք, և Շչուրեկը ամռանը մնում է առանց աշխատանքի։ Ինչո՞ւ նրան չվերցնել որպես այգեպան։ Նա գովում էր Շչուրեկին, տարեց, խորամանկ, ծաղկատար երեսով այդ լիտվացուն։ Իրականում խորամանկ Վոյցեխովսկայան ուղղակի փոխել էր մարտավարությունը, քանզի եթե օրիորդն ամուսնանար, անհրաժեշտ կլիներ հարաբերությունները բարելավել պարոնի հետ։ Փոքր ինչ շառագունելով, Ալինան լսեց պառավին։ Լավ, կարելի է ամռանը գործի վերցնել Շչուրեկին։ Ապա նա գործվածքը դրեց բրոնզե եռոտանու վրայի մետաքսե պարկի մեջ և սկսեց երազել Շեմյոտի մասին։ Նրան տեսնելու ցանկությունը Ալինային հուզմունքով և հրճվանքով համակեց։ Աստված իմ, նա ինձ քանիցս հրավիրել է, եթե ոչ այսօր, ապա վաղը Կլարան նրան կտանի քաղաքից։ Եվ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նա փոխեց զգեստը և երեկոյան 8-ի կողմ մեկնեց Շեմյոտի մոտ։ Նրան ընդառաջ դուրս եկավ գունատ և պաշտոնական Կլարան։ Նա ցածրաձայն ասաց. Պարոն Շեմյոտը չի ընդունում։ Ալինան հասկացավ, որ Շեմյոտը չի լսել զանգը։ Դա զվարճացրեց նրան։ Նա էլ ձեռքը չմեկնեց Կլարային։ Ինձ նա կընդունի։ Դուք այդքան վստահ եք, օրիորդ։ Իհարկե։
Բայց ես այնուամենայնիվ կխնդրեի ձեզ գալ առավոտյան կամ փոխանցել ինձ։ Կլարան համառում էր, փակելով դուռը իր լայն կոնքերով և հառելով նրան աղերսող տանջված աչքերը։ Այդ րոպեին հայտնվեց շեմյոտը։ Հրճվանքով համբուրելով Ալինայի ձեռքը, նրան առաջ թողեց, ասելով. Կարգադրեք մեզ սուրճ տալ, միրգ, կարծեմ մենք լիկյոր էլ ունենք։ Կլարան լուռ անհետացավ։ Շեմյոտի առանձնասենյակում Ալինան թեթևացած մի քանի անգամ շունչ քաշեց։ Նրա մոտ, նրա հետ, վերջապես։ Սպիտակ բիսերային թելերից գործված լուսամփոփի տակ վառված լամպը լուսավորում էր միայն սեղանը և վառ կարմիր, գրեթե սև վարդերի փունջը, նրանց նուրբ, քաղցր, մեղմ բույրը ներթափանցում էր Ալինայի հոգու մեջ։ Նա վերցրեց վարդերից մեկը և կիսով չափ փակելով աչքերը, դանդաղ, շուրթերի ծայրերով սկսեց պոկել նրա թերթիկները։ Վերջին ժամանակները նա մտածում էր, որ ի վիճակի է միայն ցանկասիրության։ Սակայն հիմա խորը և պարզ սեր էր զգում։ Նա հոգու խորքում զարմանում էր, թե ինչու է շեմյոտին կարծել դաժան, կոպիտ, իշխանատենչ, իսկ կրքի մեջ պահանջկոտ։ Մինչդեռ, ահա, նա նստած է իրենից երկու քայլ այն կողմ, ուրախ, քնքուշ, բարի, և դա այնքան հաճելի է։ Աստված իմ ինչ լավ է լինել հասարակ և ողջամիտ։ Դուք ինձ չե՞ք լսում, սիրելիս։ Նա նրբորեն բռնեց Ալինայի ձեռքը։ Ալինան դանդաղ ազատվեց նրանից։ Կներեք, ես ցրված եմ։ Ինչ է պատահել։ Ալինան գլուխը տարուբերեց, իսկ եթե խոստովանել։ Ոչ, հնարավոր չէ։ Ինչու եք դադարել ինձ այցելել, Ալինա։ Կլարան չի սիրում ինձ։ Օ, դատարկ բան է։ Բայց Ալինան չէր հավատում և խանդում էր։ Շեմյոտը երգեցիկ ասաց. Ես շատ եմ մտածել ձեր մասին, Ալինա։ Դուք թեթևամիտ կին եք մի փոքր։ Ուժեղ քամու ժամանակ ունակ եք վազել դեպի ծովը և ձեռքերը մեկնել նրա ուղղությամբ և երգել ձեզ Ունդինա պատկերացնելով։ Ձնաբուքին կարող եք շրջել անծանոթ փողոցներով և համարել ձեզ միայնակ և իրոք լինել միայնակ ամբողջ աշխարհում։ Դուք կսիրահարվեք օտար ցանկապատից այն կողմ երգող ձայնին և մի ամբողջ գիշեր կլացեք ինչ֊որ դերասանի պատճառով, որն իջնում էր աստիճաններով, հագնելով ձեռնոցը։ Մեկ այլ անգամ, չիմանալով այդ մասին, դուք խելքահան կանեք Հիսուսի դեմքով պատարագ մատուցող մի եպիսկոպոսի, ապա կհյուծվեք այն ծովակալի պատճառով, որը կանգնած էր ղեկի մոտ, և նրա հովանոցը ծածանվում էր ամենառոմանտիկ ձևով։ Ախ, Ալինա, դուք շատ տարօրինակ եք։ Կլարան նրանց համար սուրճ բերեց։ Նա նույնիսկ գոգտոց էր կապել, ասես աղախին լիներ։ Հավանաբար, նույն դեմքով նա ծառայում էր նաև շեմյոտի մահացած կնոջը։ Ապա գնաց և պահ մտավ կողքի սենյակում։ Ալինան պատի այն կողմում զգում էր նրա ներկայությունը։ Ալինան, կում անելով սուրճից, ասաց. Առավոտյան ինձ հյուր էր եկել Քրիստինան, նրա համար շատ դժվար է։ Շեմյոտը սառը թոթվեց ուսերը։ Քրիստինա Օսկերկոն շատ վատ է դասավորել իր կյանքը։ Ալինան փորձում էր պաշտպանել նրան։ Ամբողջ ունեցվածքը պատկանում է եղբորը, Վիտոլդին։ Նա զվարճանում է և շատ տանուլ տալիս, իսկ Քրիստինան նրա մոտ կարծես տնտեսուհի լինի։ Նրանից հեռու մնացեք, պնդում էր շեմյոտը։ Ձեր ընկերությունը անբարո է, ես դա հասկացա առաջին հայացքից։ Քրիստինան կբերի խառնաշփոթ, բամբասանք, դժբախտություն և ափսոսանք։
Թող նա թողություն հայցի, ուր է նրա երեխան։ Շեմյոտի տիրական ձայնը կախարդում էր Ալինային։ Նա պատասխանեց, վախեցած նայելով նրա բարակ ձեռքին, որի վրա կար մի մեծ զմրուխտ։ Որտե՞ղ է Քրիստինայի որդին։ Նա երեխային տվել է մաստավոր գիշերօթիկ դպրոց։ Կլարան քայլում էր դռան տակ։ Շեմյոտը մտովի ժպտում էր։ Ստիպել կնոջը սեր խոստովանել, երբ մեկ այլ կին լաց է լինում դռան հետևում, այնքան էլ վատ չէ։ Իսկ դուք չե՞ք ամուսնանում, Ալինա։ Նա ծիծաղեց և ծիծաղեց երկար, որպեսզի թաքցնի հուզմունքը։ Բայց միթե դուք, Սուրբ Մարիամ, եթե դուք կին ուզեիք… Շեմյոտը փոքր ինչ առաջ թեքվեց։ Ես գիտեմ, դուք համակրում եք ինձ, Ալինա, բայց ես հարմար չեմ ամուսնու համար։ Ես ձեզ ճի՞շտ հասկացա։ Ալինան ուշագնաց չեղավ, այլ ասաց ոչ բնական ձայնով. Դուք ինձ հասկացաք, ես ձեզ սիրում եմ, Հենրիխ։ Դուք շողոքորթում եք, ես սեր եմ, այս ամենից բան դուրս չի գա։ Երբեք։ Նրան զվարճացրեց Ալինայի հուսակտուր վիճակը։ Ես չգիտեմ։ Ապա դադարից հետո. Ես հրաժարվում եմ ձեր ամուսինը լինելու պատվից, Ալինա, սակայն չի նշանակում, որ դուք ինձ համար թանկ չեք։ Ինչ որ հրաշքով Ալինան լաց չեղավ։ Նա շշնջաց. Ես պետք է հեռանամ։ Ես շուտով մեկնում եմ իմ կալվածք, մենք դեռ կհանդիպենք։ Այո։ Շատ մոտ կանգնած լինելով, նա նայեց Ալինայի աչքերի մեջ։ Ալինայի մարմնով անցավ ծանոթ խուլ թրթիռը։ Շնորհակալ եմ այսօրվա երեկոյի համար, Ալինա։ Աշխատասենյակի դռների մոտ քարացած դիրքում մնացել էր Կլարան։ Տեսնելով նրան, Ալինան ակամայից վեր թռավ։ Երկուստ էլ թեթևակի գլուխ խոնարհեցին։ Երբ Ալինան հեռացավ, Շեմյոտը նայեց ժամացույցին։ 1:4 Աստված իմ, մրթմրթաց նա ծայրահեղ դժգոհ։ Սուրճը, մրգերը, վարդերի, լիկյորի և Ալինայի օծանելիքի բույրը նյարդայնացնում էին նրան։ Սովորաբար նա շատ քիչ էր ծխում։ Հիմա նյարդայնանալով, նա գլանակներով լցրեց մոխրամանը։ Այս ժամին նա սովորաբար արդեն լինում էր անկողնում։ Լոգանքից հետո թարմացած, սպիտակեղենը փոխած և հանգիստ գիրք էր կարդում կամ վերլուծում անցած օրը։ Իսկ այսօր նա այնքան ժամանակ կորցրեց այս երասկոտ և էքսցենտրիկ աղջնակի պատճառով։ Արդյոք հեռու չի գնացել։ Ինչպես այսպիսի հուզումները կանդրադառնան իր առողջության վրա։ Եվ վերջիվերջո, ինչի համար է այս ամենը։ Ամենից քիչ նա հակված է ամուսնության։ Դա հոգսաշատ է և ձանձրալի։ 10 տարի առաջ իրեն գրավում էր ցանկացած կնոջը հաղթելը, ծնկի իջեցնելը իր առջև։ Հիմա նրան ավելի դուր է գալիս սերմանել սեփական ճաշակը և ցանկությունները պարարտ հողի վրա։ Ալինան իր համար լավ հերկած հող է։ Նա այնտեղ է նետում սերմերը և սպասում ծիլերին։ Կլարան մտավ, որպեսզի հավաքի սեղանը։ Նա թույլ չէր տալիս, որ ծառան խանգարի Շեմյոտին։ Շեմյոտը ուշադիր նայում էր նրան։ Ինչպես բոլոր նյարդային մարդիկ, նրա արտաքինը վայրկենապես փոխվում էր։ Հիմա, Ալինայի այցից հետո, որը նրա համար մի ամբողջ հավերժություն տևեց, մի քանի ժամ անտանելի տանջանքներից, խանդից և հուսահատությունից հետո Կլարան ծերացել էր։ Նա կռացել էր, նայում էր պղտոր, անսահման հոգնած հայացքով։ Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում Շեմյոտի մեջ արթնացավ կրակոտ և բուռն կարեկցանքը։ Սիրելիս, դու հոգնել ես։
Նա զարմացած բարձրացրեց գլուխը։ Որքան վաղուց նա չէր դիմել իրան դույով։ Շատ քիչ։ Նա ավելի մոտեցավ, ժպտաց, աշխուժորեն և նրբագեղորեն գրկեց նրան։ Վայրկենապես նրա առջև անցավ Կլարայի նախկին վարդագույն դեմքը, թարմ, դյուրահավատ, հեզ աչքերով, սպիտակ ճերմակ ատամներով։ Կլարան նրա առջև այնպիսին էր, ինչպիսին 20 տարի առաջ էր, երբ եկավ նրան տալու պատիվը, փողերը, ընտանիքը, փեսացուին, այն ամենը, ինչ ուներ, փոխարենը ստանալով նվաստացուցիչ և երկիմաստ կարգավիճակը նրա կնոջ ներկայությամբ։ Նա հիշեց նաև այն սարսափելին, տարօրինակը և դաժանը, ինչին նա ենթարկում էր Կլարային, երբ ուզում էր, և որին նա ենթարկվում էր լուռ սարսափով, գաղտնի հեշտանքով, հուսահատությամբ և ամոթով։ Նա ավելին էր, քան սիրուհին և ավելին էր, քան ստրուկը։ Կլարան նրա արձագանքն էր և իրը, իսկ հիմա նա պետք է տեսնի, թե ինչպես է ինքը սիրում այլ կանանց և ինքն էլ սիրի նրանց։ Նրա սիրտը կծկվեց։ Դու հոգնել ես, Կլարա, իհարկե դու հոգնել ես, ներիր ինձ։ Նա շարունակում էր նայել շեմյոտին ավելի շատ վախեցած, քան երախտագիտորեն։ Էլ ինչ նոր տանջանք է նա պատրաստել իր համար։ Նա փորձից գիտեր, որ շեմյոտը հատկապես փափուկ, սիրալիր, ընդառաջող է դառնում ցավ պատճառելուց առաջ։ Քեզ անհանգստացնու՞մ է Ալինան։ Նա անտակտ է և շատախոս, հավատացնում եմ քեզ, ես նրան նույնիսկ չեմ համարում բավականին խելացի։ Կլարան տարուբերեց գլուխը։ Նա մի կերպ արտաբերեց խուլ բառեր, հավաքելով սուրճը։ Աղջիկը բավականին լավիկն է։ Ոչ, ոչ, մի եղիր զիջողամիտ, սպասիր, մենք շուտով կմեկնենք ամառանոց և կազատվենք անցանկալի այցերից։ Ինչպես կկամենաս։ Նա հանեց և մի կողմ նետեց օձիքը, թևքածալերը։ Ճարմանդները գլորվեցին գետնին։ Կլարան բարձրացրեց դրանք։ Շեմյոտը ժպտում էր բարի և խնդրող ժպիտով և թվում էր երիտասարդ, ոսկեգույն փարթամ մազերով, խոշոր շուրթերով, սև հպարտ աչքերով։ Կլարան դուրս եկավ, ապա հետ վերադարձավ։ Նրա գլուխը թեթևակիորեն պտտվում էր։ Միթե նա մինչև հիմա սիրում է իրան, չէ՞ որ կար ժամանակ, երբ շեմյոտը երդվում էր ամուսնանալ նրա հետ։ Իսկապես, և նա արդեն տառապում էր Ալինայի համար։ Շեմյոտը չգնաց ննջարան, այլ պառկեց բազմոցին և իր մոտ կանչեց Կլարային։ Գրկելով նրան, հարցնում էր հուզված ձայնով. Ի՞նչն է նրա ցավում, ինչու նա չի խնայում իր առողջությունը, ինչու է այդքան տխուր։ Այժմ նա լաց եղավ, շշուկով պատասխանելով, քանզի թուլությունից և հուզմունքից նրա ձայնը չէր բավականացնում։ Ամեն ինչ ցավում է, կուրծքս, գոտկատեղս, փորիս ներքևը, թիակներիս արանքը, կերակրափողի ներսը։ Ես զգում եմ, թե ինչպես եմ խեղդվում, և այս քրտինքը, չէ՞ որ դու գիտես իմ մարմինը, ես միշտ չոր էի և կրքոտ, իսկ հիմա ես թաց եմ ու սառը, ինչպես գորտը։ Ես չեմ քնում և չեմ ուտում, ես վախենում եմ մեռնել, Հենրիխ։ Նա կրքոտ գրկեց Կլարային, ասես խելահեղորեն սիրահարված էր նրան։ Համբուրում էր մազերը, դեմքը, ձեռքերը, սփոփում, հանգստացնում, երդվում էր, մինչև որ Կլարան չսկսեց ցածրաձայն ծիծաղել պայծառացած, երջանիկ, գրեթե առողջ։ Այն ժամ շեմյոտը սպանող դատարկություն, խորը հոգտածություն զգաց։ Սկսեց մտածել Ալինայի մասին և Կլարային անտարբեր ուղարկեց քնելու։
Գլուխ 3 Շեմյոտը մեկնեց կալվածք, առանց Ալինային զգուշացնելու, նույնիսկ հեռախոսով հրաժեշտ չտալով։ Ալինան այդ նորությունն իմացավ ծառա Շուրեկից, որը բերել էր իր կապույտ սնդուկը և հիմա կատարում էր այգեպանի պարտականությունները։ Ալինան մահացու վիրավորված էր։ Կուշտ լացելուց հետո նա իրան հանգստացնում էր։ Տղամարդիկ միշտ վախենում են կնոջ հետ մերձեցումից և հետո այդ կլարան։ Նա լարում է Շեմյոտին իմ դեմ, իսկ գուցե նա ինձ միտումնավոր է տանջում։ Սակայն նա շարունակում էր չքնել, տառապել, տանջվել տապից, տանը իր կոպտությամբ տանջել բոլորին։ Ամեն օր գալիս էր Քրիստինան։ Ալինան մի անգամ հիշեց նրա երեխայի մասին, որը չնայած ամառ է, մնում էր գիշերօթիկում։ Տնտեսուհին հանձն առավ հետևել նրան։ Բրունոն օրեր շարունակ թափառում է դատարկ դասարաններով և միայն ճաշի ու նախաճաշի ժամանակ մարդ է տեսնում։ Նա պատկերացրեց երեխայի շագանակագույն նոսր մազերով կլոր գլուխը, լուրջ երկնագույն աչքերը, մի քիչ փքում բերանը և դողալով խղճահարությունից համոզեց Քրիստինային Բրունոյին բերել իր մոտ։ Տեսնելով նրան, Ալինան զարմացավ։ Նա կրկին հին կոստյումով էր, վատ կոշիկներով, անցած տարվա գլխարկով։ Մինչ այդ, ոչ շատ վաղուց, Ալինան Օսկերկոյին տվել էր բավականին մեծ գումար։ Նա միշտ հոգ էր տանում այդ դժբախտ երեխայի մասին։ Ամեն անգամ հանդիպելիս նրանք մեկը մյուսի ետևից շրջում էին մի քանի խանութներում և այդ օրերին մինչև երեկո նրա տուն էին բերում փաթեթներ և տուփեր։ Այսօր նա զայրացավ Քրիստինայի վրա։ Ի՞նչ ես արել փողերը։ Ես, բայց ես վճարել եմ իմ շագանակագույն զգեստի համար, այն մեկի, որ երկնագույն ժիլետով էր, այն բոլորը հավանել են։ Օ, դա զզվելի է, դու վատ մայր ես, Քրիստինա։ Բրունոն դեռ փոքր է ճոխ զգեստների համար։ Եվ քանի որ Ալինան զբաղված էր տղայով, Քրիստինան իր շուրջն էր նայում նախանձով և տխրությամբ լի հայացքով։ Ինչո՞ւ Ալինան իրան չի բերում այստեղ։ Ավելի հեշտ ինչ կարող է լինել, եթե ոչ ապրել միասին այս հիանալի առանձնացված կալվածքում, շրջապատված նրբագեղ հին կահույքով։ Օ, միասին այս լայն հեշտալի մահճակալի վրա, փակելով նրա մետաքսե լուսնագույն վարագույրները։ Նա կհամբուրեր Ալինայի ոտքերի փոքրիկ ներբանները և կոր ու հուզող մեջքի գիծը, երկար բուրումնավետ մազերը, նրան ամբողջությամբ, ամբողջությամբ։ Քրիստինան գրեթե խեղդվում էր։ Նա վեր կացավ տեղից և նույնիսկ իր համար անակնկալ կերպով հայտնվեց Վոյցեխովայի սենյակում։ Ծեր աղախինը սև զգեստով, սակայն առանց գլխաշորի, աղոթք էր կարդում։ Նրանք շատ մտերմիկ ողջունեցին իրար։ Ինչպե՞ս են գործերը, Վոյցեխովա։ Վոյցեխովան դժգոհ կրծեց շրթունքները։ Զգուշորեն նա ակնարկեց, որ տիրուհին փոխվել է դեպի վատը։ Տնտեսության մեջ կատարվում են ոչ անհրաժեշտ ծախսեր և բացթողումներ։ Շչուրեկը գող դուրս եկավ, սակայն տիրուհին նրան չի վռնդում, քանզի սրիկան կարողանում է պատմել պարոն Շեմյոտի տանը տիրող բարքերի մասին։ Քրիստինան զայրացած պոռթկաց։ Պարոն Շեմյոտը բարոյազուրկ մարդ է, ասաց նա, ես այդպիսի ամուսին չէի երազի։ Աղախինը պայթեց։ Օ, այո, տիրուհին շատ կփոշմանի, երբ ամուսնանա Շեմյոտի հետ։ Երևի այն տնային դաստիարակչուհին երեկ օր թաց աչքերով է։ Հիսուսի հոգի գթա մեզ։ Ամբողջ դժբախտությունը նաև նրանից է, որ տիրուհին անհավատ է։ Եվ նրանք դեռ երկար բամբասում էին, անհանգստությունից և նախանձից խեղդված։ Վերջապես Վոյցեխովան ասաց քծնանքով. Եվ ինչու մեր տիրուհին
չի ամուսնանում պան Վիտոլդի հետ։ Նա երիտասարդ է, հարուստ։ Սա իրոք լավ զույգ կլիներ, մարդիկ կփակեին իրենց բերանները։ Քրիստինան շշմած լսում էր նրան։ Ինչպիսի միտք։ Եթե Ալինան ամուսնանա Վիտոլդի հետ, իրենք կբարեկամանան։ Բնական է, որ Քրիստինան կտեղափոխվի այստեղ, և փոքրիկ Բրունոն, և ամեն ինչ լավ կլինի։ Նա մոտ նստեց աղախնին, և նրանք շարունակեցին ֆսֆսալ ինչպես երկու դավադիր։ Սենյակներում Բրունոն սուս ու փուս հիացմունքով դիտում էր նկարները։ Ալինան սկսեց ձանձրանալ։ Իրեն օտար զգալով իր սեփական տանը, հոգնելով Քրիստինայից և վերջին օրերի անպտուղ տրտմությունից, նա իջավ այգի։ Կեսօր էր։ Երկնքի դալուկ կապույտը թվում էր շիկացած։ Թփերի վրա սպիտակ, դեղին, կարմիր և վարդագույն վարդերը ծաղկում էին երկրորդ անգամ։ Մեղուները, ոսկեգույն մեղրի ծանր կաթիլների նման, սողում էին նրանց վրայով։ Սպիտակ վարդերը թվում էին սպիտակ մետաքսից, անկենդան, հրաշափայլ և գրգռում էին հեշտալից փոթորկի, ոչնչացման, նեղման, մահվան ցանկություն։ Վարդագույն եզրերով դեղին վարդերը, որոնք կարծես արտացոլում էին արշալույսը կամ մայրամուտը, տաք էին, նուրբ, զգացմունքային և խոնարհ։ Բենգալյան վարդերը, ֆրանսիական վարդերը և այն խավավոր կարմրասև, մուսկատի նման քաղցր վարդերը Ալինայի մեջ հիացմունք էին առաջացնում։ Վարդագույն վարդերը կլոր էին, ծանր, ինչպես հասած հյութալի պտուղներ։ Նրանց թանձր հոտը, գինու, շաքարի, վանիլի խառնուրդը նստում էր շուրթերին ինչպես ծովի աղի քամի։ Ծառուղու վերջում նա նստեց քարե նստարանին, շուրջը նայեց արբած աչքերով։ Արդյոք սերը հյուսված չէր բուրմունքից, արևի ճառագայթներից, դանդաղ հեշտանքից։ Եվ նա փակեց աչքերը, երազելով շեմյոտի մասին և մտովի տիրելով նրան կույսի փորձառությամբ։ Մի շարք անքուն գիշերներից հետո Ալինան նամակ ստացավ շեմյոտից։ Ամենաանմեղ տոնով նա հրավիրում էր Ալինային իր կալվածք։ Նա բացատրում էր, որ 4 ժամ երկաթուղիով երթևեկելուց հետո Ալինան կժամանի X կայարան, որտեղ նրան սպասելիս կլինեն ձիեր։ Ապա նա պատմում էր, որ իր տունը լեռան վրա է, անձրևները խոր և ոլորապտույտ ձորակներ են փորել, և զառիթափի վրա աճում է մասրենի։ Ավելի ներքև աղմկում են ծառերը, և գետը հասնում է նրանց արմատներին։ Մի քանի անգամ նա նկատել է ջահել մի արծիվ։ Դաշտում կարելի է գտնել մանուշակագույն և դեղին հիրիկներ, որոնք մեղրի, հասած հացի, տաք հողի բույր ունեն, ինչպես նաև երկնագույն սպիտակ, բաց մանուշակագույն զանգակներ և կպչուն փայտախեժ։ Ալինան ցածրաձայն ճչաց և իջեցրեց նամակը։ Ինչ է շեմյոտը մտածում իր մասին։ Կանչել իրան, Ալինային, հասարակության մեջ դիրք ունեցող կնոջը իր կալվածքը։ Եվ նա չի գրել ոչ մի բառ ոչ Հուլիոսի, ոչ էլ Կլարայի մասին։ Եվ ինչպես նա կարող է այդքան ինքնավստահ լինել։ Ահա թե ինչ է նշանակում առաջինը սեր խոստովանելը։ Կինը միշտ դա զգում է։ Նրան այլևս չեն հարգում, չեն կասկածում նրա ամեն ինչի պատրաստ լինելուն։ Ալինան զայրացավ, հետո սկսեց լացել, ապա ինքն իրան նախատեց կասկածամտության համար, ցնծաց, սկսեց դողալ սիրուց, անհամբերությունից և որոշեց մեկնել շեմյոտի մոտ։ Երկուշաբթի էր, և նա սնահավատ լինելով, հետաձգեց իր մեկնումը մինչև երեքշաբթի։ Մեկ ժամ անց, երբ նա փոքրիկ, կանոնավոր քայլերով զբոսնում էր ծառուղով, չջուրեկը զեկուցեց շեմյոտի ժամանման մասին։
Դա երիտասարդ շեմյոթն էր, Հուլիոսը։ Մինչ նա քաղաքավարի գլուխ էր տալիս և բարևներ էր փոխանցում հորից, Ալինան նրա առջև կանգնած էր գունատ և շփոթված։ Նա պատրաստվել էր հանդիպել նրա հոր հետ։ Դուք կրկին քաղաքի՞մ եք, ինչ է պատահել։ Հուլիոսը լուրջ տեսք ընդունեց, Կլարան վատառողջ է, նրանք վախենում են դժբախտ ելքից, մնալ կալվածքում առանց բժշկական օգնության անհնարին է։ Հենց նոր նա տարավ Կլարային Սուրբ Վինսենտի հիվանդանոց։ Աստված իմ, ինչ դժբախտություն, կրկնեց Ալինան։ Ապա նա մեծ թեթևությամբ շունչ քաշեց։ Ահա թե ինչու շեմյոտը հրավիրեց իրան կալվածք։ Նա մենակ է, նա կարոտել է, նա խենթանում է. Սիրելիս, սիրելիս… Եվ նուրբ ցավակցանքով նա հրավիրեց Հուլիոսին նախաճաշելու։ Նա հետաքրքիր էր ինչպես երբևէ։ Նրա կեսարի կիսադեմով գեղեցիկ գլուխը, բաց գույնի կոստյումը, կոճկոռի ծաղիկը, երկար մետաքսե փողկապը, 20-ամյա երիտասարդի ամբողջ նրբագեղ ուրվապատկերը, իսկ գլխավորը, նրա դեմքի ինչ֊որ անորսալի թախիծ հուզեցին Ալինային։ Սա նրա որդին է, մտածեց Ալինան։ Սա նրա որդին է։ Նախաճաշի ժամանակ Հուլիոսը խոսեց անկեղծ։ Ալինան հասկացավ նրան առաջին խոսքից։ Թանկագին Հուլիոս, հատկապես ինչ եք դուք ուզում Քրիստինայից։ Ես ուզում եմ ամուսնանալ նրա հետ։ Քրիստինան ձեզնից մեծ է։ Դա նշանակություն չունի։ Նա շատ հարուստ չէ։ Օ, բայց ես արդեն ավարտել եմ համալսարանը։ Բացի այդ, ես ունեմ մորիցս ժառանգած որոշ միջոցներ։ Այդպիսով ես լիովին ինքնուրույն եմ։ Դուք վստահ եք, որ Քրիստինան համակրում է ձեզ։ Ես ոչնչում վստահ չեմ։ Իսկ ձեր հայրը։ Ես նրա հետ խոսել եմ։ Նա ինձ լիակատար անկախություն է տալիս։ Ալինան ծիծաղեց։ Ներիր ինձ, Հուլիոս, ես ձեզ հարցեր էի տալիս քաղքենու բռնությամբ։ Ինչ անեմ ձեր համար։ Օգնեք ինձ նվաճել Քրիստինային։ Ես կաշխատեմ։ Հուլիոսի հեռանալուց հետո նա կրկին հայտնվեց այգում, երասկոտ և ծույլ։ Ծաղկանոցները բուրում էին։ Ծիրանենիների տակ խիտ ստվերներ էին։ Նա գնաց այդ ուղղությամբ, սակայն հայտնվեց ծնկից բարձր խոտերի մեջ և կրկին վերադարձավ ճեմուղի։ Երկնքում վարդագույն, դեղին և մանուշակագույն երանգները հալվել և խառնվել էին իրար։ Նրան խնդրեցին վերադառնալ տուն։ Զանգահարում էր օրիորդ Օսկերկոն, և նա դժգոհ գնաց տուն։ Նույնիսկ միտքը, որ Քրիստինան կարող է խանգարել իրան հանդիպել շեմյոտի հետ, նրա մոտ դժգոհություն և թշնամանք էր առաջացնում։ Նա ծուլորեն բարձրացրեց խոսափողը։ Դու ես, Քրիստինա, ողջույն։ Ոչ, հնարավոր չէ գալ ինձ մոտ, ես այսօր երեկոյան գնացքով մեկնում եմ։ Քրիստինան նյարդայնացած ինչ֊որ բան գոռաց։ Ալինան ընդհատեց. Մի զայրացիր, ջանիկս, Աստված իմ, ինչ ձանձրալի է, ես ազատ մարդ եմ, չէ՞։ Եվ սրտնեղած նա հեռացավ հեռախոսից։ Իհարկե, Քրիստինան հայտնվեց։ Նա ծնկի էր իջնում, լաց էր լինում, խնդրում էր, սպառնում էր ամեն ինչ պատմել Կլարային կամ շեմյոտի վրա թթֆուտ լցնել։ Ալինան մնաց անդրդվելի։ Կարճ և համբերատար նա համոզում էր ընկերուհուն մտածել Հուլիոսի մասին։ Ահա թե ում է պետք խղճալ և սիրել Քրիստինային, դրանում է նրա երջանկությունը։ Ոչ, ոչ, ես վերջ կտամ կյանքիս։ Ալինան կրկին զայրացավ։ Շչուրեկը դուրս բերեց ճամպրուկը։ Վոյցեխովան չմահավանությամբ զննում էր մեքենան։
Քրիստինան ընկավ մռայլ հուսահատության գիրկը։ Նա նստել էր ու մտածում։ Ալինան դիպավ նրա ուսին։ Գնանք, ընկեր իմ։ Նրանք մեկնեցին։ Ալինան հագել էր շատ լայն, մինչև նեղ կոշիկները իրան ծածկող ծխագույն վերարկու, նույն գույնի փոքրիկ բաց ծաղկեփնջերով գլխանոց, որը կրկնում էր իր աստառի գույնը։ Շիկահեր գլուխը նա թաքցրել էր փոքրիկ սունգ գլխարկում, իսկ երկար շարֆը կապել էր կզակի տակ։ Նրանց կողքով անցնում էին այգիներ, տներ, մարդիկ, սակայն Ալինան ոչինչ չէր տեսնում։ Նա ժպտում էր և երազում։ Մի քանի ժամ հետո նա լինելու է Շեմյոտի գրկում։ Քրիստինան հարցրեց. Ինչո՞ւ դու ինձ լուրջ չես վերաբերվում, Ալինա, արդյոք ես խղճահարության արժանի չեմ։ Ալինան շփոթվեց։ Իհարկե, այս ամենը սարսափելի է, անհեթեթ, զավեշտալի, սակայն Քրիստինան դժբախտ է։ Նրան պետք է հանդուրժողաբար վերաբերվել։ Նա քնքշորեն հակադարձեց. Ես վախենում եմ այդպիսի խոսակցություններից, Քրիստինա։ Ես վիրավորում եմ քեզ։ Ոչ, սակայն դու քո ընկերությունը արտահայտում ես այնպես, որ փակ աչքերով քեզ կարելի է տղամարդու տեղ դնել։ Ահ, եթե քո խոսքերը արտաբերեր Շեմյոտը։ Ալինան ուրախ ծիծաղեց, իսկ Քրիստինան խեղդեց կատաղության պոռթկումը և շարունակեց սառնորեն. Ինձ պետք է քո ներկայությունը։ Ես ուզում եմ տեսնել քեզ իմ կյանքի ամեն րոպեին, միշտ։ Ես դա զգացել եմ առաջին հանդիպումից։ Մինչ քեզ ես նման բան չեմ զգացել, միայն պանսիոնում, մի հիանալի տիկնոջ նկատմամբ։ Ես ուզում եմ իմանալ քո մտքերը, ցանկությունները, արարքները։ Ես ուզում եմ ծառայել քեզ և պաշտպանել քեզ չարից։ Երբեմն ուզում եմ տեսնել քեզ անկողնում, քո երկար մազերով, ամուր կրծքով, կոնքերի կորությամբ։ Ես հասկանում եմ, որ կարող էի քեզ փաղաքշել այնպես, ինչպես ոչ ես, ոչ դու դեռևս չենք վայելել։ Սակայն դա հիասքանչ կլիներ, հասկանո՞ւմ ես։ Ալինան ծիծաղում էր։ Նա արդեն չէր զայրանում։ Իհարկե, անհեթեթություն է Քրիստինայի սիրո մասին խոսելը, երբ ինքը, Ալինան, գնում է Շեմյոտի մոտ։ Սակայն Քրիստինան դժբախտ է, և թող խոսի։ Ես քեզ հարյուրավոր նամակներ եմ գրել, սիրելիս, բայց չեմ համարձակվում փոխանցել դրանք։ Ինձ վրդովեցնում է մի բան. արդեն երկար տարիներ ես քեզ սիրում եմ, ես համբուրում եմ քո շուրթերը և դու չես տվայտում դրանից։ Քանի անգամ մերկացրել եմ քեզ, քանի անգամ ես քո կողքին էի, երբ դու նստած էիր լողարանում և նման էիր նայադի խեցու մեջ։ Ահ, հիմա դու հանդիպել ես Շեմյոտին և գլուխդ կորցրել։ Դու վախենում ես իմ ներկայությամբ քանդել իր անակալդ։ Ես համբուրում եմ քո ծոծրակը, և դու ցնցվում ես։ Ես չգիտեմ, գուցե նույնիսկ նողկանքից։ Ալինան չէր լսում։ Նա շարունակում էր ժպտալ իր անուրջներին, և նրա աչքերը, կապույտ, տաք, հեզ, շողում էին խորհրդավոր և կրքոտ։ Քրիստինան պայթեց։ Նա կոպիտ քաշեց Ալինայի թևքից։ Արթնացիր, արթնացիր, թե դու գիշատիչ ես։ Ինձ համար շատ ծանր է, ես տառապում եմ, ես կնետվեմ գնացքի տակ։ Ալինան շունչ քաշեց։ Ես ինչ կարող եմ անել, սիրելիս, ասաց նա կարճ, ինչ կարող եմ անել ես։ Ես քո ընկերուհին եմ, ես ընդմիշտ կմնամ քո ընկերուհին, ոչ ավելի։ Մնացածը ինձ հաճելի չէ, հասկանո՞ւմ ես։ Եվ ոչինչ մի բացատրիր ինձ, խնդրում եմ քեզ։ Կայարանը գրեթե դատարկ էր։ Նրանք անցան կառամատույցով։ Քրիստինան դողում էր։ Նա բաց չէր թողնում Ալինայի ձեռքը։ Ուղեկցորդը ցույց տվեց նրանց վագոնը։
Խցիկում նստած էր ինչ֊որ կին։ Ժամը քանիստ է, անհանգստանում էր Ալինան։ 8-ը, միջամտեց հարևանուհին։ Ժամը 12-ին ես կլինեմ։ Գիշեր է։ Քրիստինան ավելի գունատվեց։ Նա մտածեց. Ալինան կույս չի վերադառնա։ Գնացքը շարժվեց։ Քրիստինան վեր թռավ, լացելով, ցնորությանը մոտ աղճատված դեմքով վազեց գնացքի հետևից։ Վշտացած Ալինան վերադարձավ իր տեղը։ Սա ձեր քույրն է, կարեկցալի ձայնով հարցրեց հարևանուհին։ Այո, զարմուհիս։ Ալինան վախեցած շիկնեց։ Դուք երկար ժամանակով եք մեկնում։ Երկար։ Եվ Ալինան անհամբերությամբ փակեց աչքերը։ Անմիջապես նա քնեց հոգնած բատրակուհու ծանր քնով։ Կայարանում Ալինան մոտ կանչեց ոստիկանին և հարցրեց. Արդյոք այստեղ պարոն Շեմյոտի կալվածքից ձիեր չկան։ Ձիեր չկային։ Զարմացած և դառնացած նա դիմեց կայարանապետին։ Շատ սիրալիր պաշտոնյան հանգստացրեց նրան։ Լավ վարձատրության դիմաց ձիեր կարելի է գտնել անմիջապես։ Ապա նա ավելացրեց, որ երիտասարդ Շեմյոտը և Շեմյոտի բարեկամուհին, հավանաբար Կլարան, մտածեց Ալինան, մեկնել են քաղաք։ Օրիորդը գիտի այդ մասին։ Ալինան շփոթված էր նրանից, թե որքան լավ են այստեղ տեղեկացված այն ամենից, ինչ կատարվում էր կալվածքում։ Վերջապես ձիերին մոտեցրին և նա մեկնեց կայարանապետի ծակող ժպիտի ուղեկցությամբ։ Ալինան այլևս չէր կարողանում ոչ մի բանի մասին մտածել։ Երբ մտավ կալվածք, նա ուզում էր դուրս թռչել կառքից և փախչել։ Նրա այտերը վառվում էին ամոթից։ Մթության միջից նա լսեց ձայներ, շների հաչոց, ապա լուսավորված ծածկապատ տեսավ Հենրիխ Շեմյոտին։ Նա Ալինային դիմավորեց հանգիստ, շքեղակտված, գիրքը ձեռքին։ Նրա տեսքը այնպիսին էր, կարծես Ալինան նրա մոտ էր եկել կողքի տնից։ Դուք իմ հետևից ձիեր չէիք ուղարկել, բացականչեց նա նախատող տոնով։ Ես վստահ չէի։ Ինչպես դուք կարող էիք հրավիրել ինձ։ Բայց Աստված իմ, ինչու դուք չէիք կարող այցելել ծերունուն։ Նա իջեցրեց աչքերը, հանելով ձեռնոցները։ Խեղճ Կլարա։ Այո, նա լուրջ հիվանդացել է։ Դուք տեսել եք Խուլիոսին։ Գերազանց է։ Ինչ եք ուզում վիկենդի։ Ահ, օրիորդի փողերի մանրը, ձիերը մեկնեցին։ Լավ, այստեղ ուղարկեք աղախնին։ Բարի գիշեր, Ալինա։ Եվ նա գլուխ տալով հեռացավ, իսկ Ալինան շփոթված մնաց տեղում կանգնած։ Ծածկապատ բազկաթոռը և սեղանը եղեգից էին։ Տախտակները կորացել էին և դրանց արանքներից խոտ էր բուսվել։ Ինչ֊որ շում բարձրացավ աստիճաններով և սկսեց քսմսվել Ալինային։ Ապա մթություն էր։ Դրանից անդին փայլում էին աստղերը։ Ալինան հասկացավ, որ հեռվում լաստանավ է։ Բայց այդ ամենը նա ընկալում էր ենթագիտակցորեն։ Նա վշտացած էր։ Ինչու ես եկա։ Հենրիխը թաքցվեց տվեց։ Նա բոլորովին ուրախ չէր։ Ինչ եմ ես արել։ Հայտնվեց աղախինը, գլխավերևում պահած լամբ, և հրավիրեց Ալինային ներս։ Ներսում կանգնած էր հին կահույքի, հին պատերի, հին կտորեղենի և գրքերի ծանր հոտը։ Որոշ տեղերում փայլփլում էին շրջանակների ոսկին, ժամացույցների բրոնզը, հայելու եզրը։ Տեսնելով երկու պատուհանով, բաց պաստառներով պաստառված, թեև գունաթափված, բայց սքանչելի վարդագույն կահույքով սենյակը, Ալինան զվարթացավ։ Հատակը ծածկում էր գորգը, որի վրայի ամուժները վարդերից պսակներ էին հյուսում։ Մի քանի պարզ փորագրանկար կախված էին պատերին։
Աղախինը, որի անունը Ֆրանուսյա էր, բերեց ընթրիքը, աղցանով ջուտ, գինի, պանիր, բալ։ Ալինան ախորժակով էր ուտում։ Ֆրանուսյան խոսում էր համեստորեն, բայց միևնույն ժամանակ նաև բազմանշանակ։ Նրա փոքրիկ և կենսախինդ աչքերը փայլփլում էին կլորայտերի, ցցված քթի, ուռած շուրթերի միջև։ Նա պատմում էր, որ առաջին անգամ է աշխատում կալվածքում, կարոտում է քաղաքը և մահու չափ ուրախ է օրիորդի գալու համար։ Այժմ այդքան տխուր չի լինի, կենդանի ձայն կլսես։ Երբ կալվածատիրոջ բարեկամուհին պառկած էր այստեղ, ինքը Ֆրանուսյան մտածում էր նույնիսկ հեռանալ, այնքան էր ամեն ինչ ներծծվել դեղերի հոտով, ստամոքսի հիվանդություն, փնթիություն։ Ալինան անհանգստանում էր իր ճմրթված շորերի համար։ Ֆրանուսյան երդվում էր, որ կարդուկի դրանք մինչև առավոտյան ժամը 9, օրիորդը կարող է վստահել իրեն։ Շնորհակալ եմ, իսկ ե՞րբ է արթնանում պարոնը։ Պարոնը շատ ուշ է արթնանում, նա սուրճ է խմում իր սենյակում։ Նա հավաքեց ամանները և բարի գիշեր մաղթելով հեռացավ։ Ալինան մնաց մենակ և չփակեց դուռը։ Նա որոշեց ամեն ինչին հնազանդվել։ Միևնույն է, մեկ է շեմյոտը կամուստանա իր հետ։ Զայրացած նա ինքն իրան բռնեցրեց ստի մեջ։ Եթե ինքը իրոք նրա հարստացուն է, ապա ինչու է եկել այստեղ, ինչպես թեթևաբարո մի կին։ Նա ամաչեց, միայն թե ամուսնանա։ Այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, նա պետք է Ալինային բարձրացնի հենց իր, Ալինայի աչքում։ Ալինայի հոգին կեղտոտվել է նրա պատճառով։ Նախկինում նա լրիվ երեխա էր, տխուր մանկությամբ, դաժան տնային դաստիարակչուհով, Քրիստինայի ընկերությամբ։ Նա բավարարվում էր այգով, գրքերով, զգեստներով, մեծագույն հաճույք էր համարում զբոսանքը մեքենայով կամ շոգենավով։ Կյանքը նրան քաղցր երազ էր թվում։ Նրան այլ վայր չէր ձգում։ Նա չուներ չիրագործվող ցանկություններ։ Սակայն այժմ հայտնվել է շեմյոտը, և նա ճչում է սիրուց ինչպես կատաղած էգը։ Եվ ամենասարսափելին, ճաշակելով արգելված մտքերի և ցանկությունների քաղցրությունը, նա չէր զգում այն, ինչը նրան կարդարացներ։ Նա չէր ուզում մայրանալ։ Մինչդեռ շեմյոտը պառկած էր տան մյուս ծայրում։ Նրա խարտյաշ մազերը և փայլուն ճակատը թրջված էին օդեկոլոնով։ Նա տառապում էր միգրենով և սրտնեղում էր ինքն իրենից։ Ալինան եկել է։ Թեև նա չէր կասկածում, որ իր հրավերը նա կընդունի որպես հրաման։ Նա սուր զգացմունքներ էր ակնկալում, բայց դրանք չկային։ Տիրելու վիճելի քաղցրությունը նա արդեն ճաշակել էր մտովի։ Իրականությունը ոչ մի նոր բան չի տա իրան։ Իսկ եթե օգտվի նրանից, որ աղջիկը սիրահարված է իրան, և չտա նրան ոչ մի երաշխիք, այդ դեպքում կստանա Կլարայի երկրորդ օրինակը։ Համբուրում եմ թաթիկներդ։ Նրանք կկրծոտեն մեկը մյուսին, հագնել խալաթ, կոշիկներ, սողոսկել նրա սենյակ, իսկ առավոտյան արտասվալից աչքեր, կշտամբող լռություն, տրտում շուրթեր և սպասում, ինչ֊որ բանի սպասում, ինչը երբեք չի լինելու։ Ինչ ստորություն և ինչի համար։ Հանուն նրա ճիչի՞, կորսված կուսության ճիչի՞։ Իսկ եթե նա սխալվում է, և նա նույնիսկ աղջիկ չէ։ Շեմյոտը թերթեց մի քանի էջ և կարդում էր, մտածելով Ալինայի մասին։ Միակ բանը, որ ես կարող եմ անել, դա նրա մոտ քաղաքավարի հագնված գնալն է, հանգիստ, երկար ճառ կարդալը նրա աղջկական անզգուշության մասին և նրան ձաղկելը ճմրթված բարձերի և տաք սավանների մեջ։ Ալինան հիասքանչ է վախի մեջ։ Նա ամբողջովին շփոթության, սիրո, ամոթի, խոնարհության և աղաչանքի մեջ կլիներ։ Ալինա,
Դուք իմ իշխանության տակ եք։ Նա ջուր խմեց, կտրուկ գունատվեց, սակայն նրա գլխացավն անցավ։ Այս ամենը երազանք է, իրականությունն ավելի կոպիտ է։ Հնարավոր է, Ալինան ընդհանրապես վավաշոտ չէ ցավի մեջ, խոնարհ չէ։ Սկսի հիստերիկաբար գոռալ, ծղրտալով լաց լինել, ես չգիտեմ, ամեն դեպքում պետք է հապաղել։ Ես ուզում եմ նրան ամենախորը ամոթը պատճառել։ Պատժի մեջ, ինչպես հեշտանքում, կարևորը ամոթն է, այլ ոչ թե ցավը։ Ցավը նույնիսկ սթափեցնում է։ Ես կսպասեմ, ես համբերատար եմ, Ալինա, չէ՞ որ ես դեռ չեմ լսել, թե դուք ինչպես եք սեր խոստովանում։ Մենք շատ ժամանակ ունենք։ Ալինան շուտ արտասավ։ Շերտավարագույրի արանքից շողում էր արևը։ Նա բոկոտն մոտեցավ պատուհանին և շերտավարագույրը վեր բարձրացրեց և ժպտաց։ Պարզվեց, որ երեկվա մութը կանաչում էր, վառ, մքոտ և շատ մուգ։ Գետնին փռված էին ծաղիկների լճեր, վարդեր, շահպրակներ, շուշաններ, կակաչներ, անանուխ, փարիզյան գեղեցկուհիներ, նարգիզներ, մեխակներ, անյուտայի աջիկներ։ Այս ամենը բուրում էր, շարժվում քամուց բուրումնավետ ալիքների պես և հայտնվում մեկ շվաքում, մեկ արևի տակ։ Ալինան անհամբերությունից դողաց. Ահ, արագ հեռանալ, արագ ժպտալ արևին, քամուն, երկնքին, այգուն, ծաղիկներին։ Հագնվելով հարցնում էր իրան, արդյոք ինքը երեկ խելքը չէր գցել, չէ՞ որ նա իրան դժբախտ և կործանված էր համարում։ Սուտ է, Հենրիխը սիրում է իրան, նրա տարիքում չեն կատակում։ Իհարկե, նա չկախվեց իր վզից, այլ փախավ ինչպես երջանիկ երիտասարդը, ավելի լավ, լրացուցիչ ապացույց, թե որքան է նա հուզված և լուրջ։ Վրանուսյան բերեց սուրճ և գերազանց արդուկված զգեստները։ Ալինան նրա հետ զրուցում էր ընկերաբար։ Կալվածքում կատաղած շներ կա՞ն։ Ոչ, կատաղածները կապած են, բաց են թողնում միայն գիշերը, իսկ մյուսները նույնիսկ չեն հաչում։ Օրիորդը կարող է հանգիստ գնալ և աջ, և ձախ, և դեպի դաշտը, և դեպի կալատուն, միայն թե թող տիրուհին չվախենա, եթե լորտու տեսնի, այստեղ դրանք շատ են։ Ալինան մի վերջին հայացք նետեց հայելուն։ Նրա հագին մուսլինե զգեստ էր, կրծքի տակ նեղլիկ մանուշակագույն թավշե ժապավենով և եզրանախշով երկար շարֆ, ինչպիսիք կրում էին առաջին կայսրության կանայք։ Երկինքը մաքուր, կարծր էմալ էր հիշեցնում և միայն հորիզոնի մոտ այն փոքր-ինչ վարդագույն էր և մառախլապատ։ Միայն մեծ ծառերի տակ էր հնարավոր թաքնվել արևից, գետնին հորդող հալված ոսկուց։ Ալինան ապշեց լռությունից։ Տերունական տան շուրջը, ուր նա գիշերել էր, և թևաշենքի շրջակայքում ոչ մի այլ շինություն չկար։ Իսկ ո՞ւր է տնտեսությունը, մտածեց Ալինան տիրուհու անհանգստությամբ։ Նա տեսավ այն և կալատունը այգու հետնամասում, լեռը բարձրանալուց հետո։ Ճանապարհը տանում էր երկշարք ակացիաների միջով։ Խոր արուները պատվել էին խոտով, երիցուկներով, անմոռուկներով, զանգակներով և հրանուկներով։ Փլված ցանկապատը կորել էր մուգ կապույտ և մանուշակագույն պատատուկի խիտ ցանցի տակ։ Մի քանի անգամ Ալինան կանգ առավ։ Հիասքանչ, փայլուն լորտուները, դույզն ինչ շարժելով գլուխներն ու լեզուները, տաքանում էին կոթուկների վրա։ Նրա քայլերի ձայնից նրանք ցած էին սողում խոտերի մեջ և անհետանում շարժելով ցողունները։ Ցանկություն կար ափի մեջ առնել հիասքանչ, վառ կանաչ մողեսներին, այնքան զուգված և գեղեցիկ էին թվում դրանք։ Փոքրիկ թռչունները թփերում ճախրում, ծլվում, կռվում և սիրում էին իրար։ Բարձր խաչի մոտ Ալինան նստեց։ Սա այն կետն էր, որտեղից շեմյոտի ամբողջ կալվածքը երևում էր ասես քարտեզի վրա։
Կանաչի մեջ տան տանիքը հիշեցնում էր կարմիր կրիա, կալվածատիրական տնտեսությունը կից էր խոնավ թարմ դաշտին, իսկ դրանից հետո ձգվում էր լավ կառուցված ճանապարհը։ Գետը, որը կենտրոնում մուգ կապույտ էր, ափերի մոտ պղտոր դեղին էր դառնում։ Նրա մոտ զառիթափով իջնելը շատ դժվար էր թվում, իսկ ձորակներում աճող ծառերը փոքրացել և թփերի չափերի էին դարձել։ Ալինան գոհ էր։ Նա չէր ենթադրում, որ շեմյոտը ունի այսքան մեծ բարեկարգ կալվածք։ Նա կալվածքի մասին խոսում էր քամահրական տոնով, ասես խոսքը խուլ և լքված գյուղի մասին էր։ Ալինան բնազդաբար ատում էր աղքատությունը իբրև այլանդակություն, ենթակայություն, փնթիություն։ Հաճախ նա երկյուղում էր. արդյոք շեմյոտի երկչոտությունը դրամական անհավասարության հետևանք է։ Սակայն այժմ նա հանգստացավ։ Տարօրինակ ձայնը, որը նման էր ծառի ճեղքվելուն, ստիպեց նրան հետ նայել։ Մի փոքրիկ իշուկ անցնում էր եգիպտացորենի դաշտով, շարժելով երկար ականջները և իր սև թավշյա աչքերով զարմացած նայելով Ալինային։ Աստված իմ, որքան էր նա սրտառուչ։ Ալինան վեր կացավ և մոտեցավ իշուկին, նպատակ ունենալով գրկել և համբուրել այդ խոնարհ կենդանուն։ Սակայն իշուկը անշտապ շեղակի թեքվեց, չցանկանալով իրան վտանգի ենթարկել։ Մի քանի քայլ անց նա կանգ առավ և ուրախությունից զռռաց, վախեցնելով թռչուններին։ Ալինան հետ գնաց։ Տան մոտ նա հանդիպեց շեմյոտին։ Վերջինս զրուցում էր գյուղացու հետ, սակայն նրա ժեստերը, գլխի շարժումները մնում էին նույնքան խստականոն, հնամենի կիրթ, ինչպես հյուրասենյակում։ Բարի առավոտ, Ալինա, դուք հիասքանչ տեսք ունեք։ Ալինան կարմրեց, զսպելով աչքերը իջեցնելու ցանկությունը։ Շնորհակալ եմ, ես քնել էի մեռածի նման։ Ես ձեր տրամադրության տակ եմ միայն մինչև նախաճաշ, սիրելիս, հետո ինքներդ ինչ֊որ բանով կզբաղվեք, ես փակվում եմ աշխատասենյակում և աշխատում։ Ես հաճույքով կնստեի ձեր կողքին։ Օ, եղեք ողջամիտ, մենք դեռ շատ ժամանակ ունենք։ Ալինան ցանկացավ խայթել նրան։ Ես կմեկնեմ այսօր գիշերային գնացքով։ Դե ինչ, ինչպես կկամենաք։ Նա ընդհանրապես անխոցելի էր թվում։ Նախաճաշի ժամանակ, արգանակի և լցոնած ճտի միջև ընկած ընթացքում, շեմյոտը նրա համար փոքրիկ դասախոսություն կարդաց կանանց հարցի մասին, այնպես, ինչպես ինքն էր դա հասկանում։ Նա ընդհանրապես էմանսիպացիայի դեմ չէ, ծիծաղելի հին բառ։ Նա ավելի քիչ, քան որևէ մեկը ցանկություն ունի փակել խորհրդարանի, պրոֆեսորական ամբիոնի դռները կանանց առջև կամ զրկել նրանց զորավարի կոչումից։ Ընդհակառակը, որքան եռանդուն, բանիմաց, նրբաճաշակ լինի կինը, այդքան ավելի հաճույք կպատճառի նա տղամարդուն։ Սակայն կատարելության նա պետք է հասնի տղամարդու օգնությամբ և նույնիսկ նրա միջոցով նրա մեջ։ Դեպի տղամարդը, ինչպես դեպի արևը, նա պետք է նույնիսկ ձգվի։ Եթե կինը սիրում է, ապա թող կրկնակի լարի իր մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունները։ Նա պարտավոր է վաստակել տղամարդու սերը։ Ինքն իհարկե խոսում է ոչ այն դժբախտների մասին, որոնք սերը համարում են հիգիենայի հոմանիշ։ Իմիջիայլոց նա հնարավոր է համարում, թույլատրում և հասկանում է անհավատ կնոջ տեսակը։ Կրոնը նա կփոխարինի սիրով, տղամարդուն կդարձնի աստված և տիրակալ, տղամարդիկ դրանից քիչ կտուժեն։ Ալինան շփոթվեց։ Նա հասկանում էր, որ շեմյոտի այս բոլոր բառերի հետևում թաքնվում է մի բան, որը իրան է շատ մոտ, անմիջականորեն վերաբերում է հենց իրան։ Երբ նա փակվեց աշխատասենյակում, Ալինան գնաց իր սենյակ, ատեց արևը, երկինքը, օտար կալվածքը և փռվեց անկողնու վրա ինչպես կարտոֆիլի պարկ։
Ժամը 4-ին Ֆրանուսյան թեյ, մրգեր, կոնֆետներ բերեց նրա համար։ Օրիորդի գլուխն է ցավում։ Մի փոքր։ Լավ կլիներ, որ օրիորդը մաքուր օդի դուրս գա։ Նա ճիշտ է, նյարդայնացած մտածեց Ալինան։ Սա կալանքի նման է։ Նա անմիջապես գնաց ուսումնասիրելու ծաղկանոցները, հույս ունենալով տեսնել Շեմյոտին։ Նրա պատուհանների շերտավարագույրները իջեցված էին։ Ծաղիկները ավելի ուժեղ էին բուրում, քան առավոտյան։ Կակաչները, որոնք մինչ այդ կիսաբաց էին, հիմա բացվել էին վերքերի նման։ Թախիծը պատեց նրան նախկինի պես։ Նա կրկին սենյակ վերադարձավ։ Նրան տանջած այսօրը անվերջանալի էր թվում։ Երբ հրավիրեցին ճաշելու, նրա համար արդեն միևնույն էր, այնքան էր նա տխրել։ Ճաշի սեղանը ծածկապատ շքամբում էր գցված, շատ իսկական քաղաքային ճաշկերույթ էր, ձեռքերը լվանալու համար նախատեսված ջրով լի ամաններով, 7 ճաշատեսակներով, կանաչեղենով, շամպայնով։ Շեմյոտը մտահոգ էր թվում։ Նա անկիրք խոսում էր, թե որքան է հավանաբար տանջվում Կլարան հոսպիտալում և զարմանում, թե ինչու Ալինան չի այցելել նրան։ Ալինան ուղիղ նայեց նրա աչքերի մեջ։ Մենք Կլարայի հետ մտերիմ չենք։ Ինչու։ Օ, ամենագռեհիկ պատճառը։ Խանդը։ Դուք ճիշտ եք, Ալինա, դա շատ գռեհիկ է։ Հանկարծ նա կողքի գրպանից հանեց և Ալինային փոխանցեց կանաչ կազմով փոքրիկ գրքույկ, ոսկե անվանատառերով։ Նա վերցրեց և սկսեց թերթել, գունատվելով։ Նա կարծում էր, որ կգտնի այնտեղ գաղտնի հասցեներ կամ ինչ֊որ կնոջ միտումնավոր թողած նամակ։ Կանաչ գրքում Շեմյոտը գրի էր առել այն, ինչ որ դուր չէր գալիս նրան Ալինայի մեջ, անհաջող ժեստեր և արտահայտություններ, նրա թեթևամտությունը, զուտ կենդանական հանգստությունը, անտարբերությունը ամենի հանդեպ, ինչ իրան չէր վերաբերում, և այլն, և այլն։ Վերջին համարի տակ գրված էր. նա չի այցելել հիվանդ Կլարային։ Ալինան ցնցված էր։ Արցունքները խոշոր և մաքուր գլորվեցին։ Ինչպես է նա հոգում իր մասին, ինչպես է նա մտածում։ Հուզիչ ժեստով, ասես աղոթագիրք համբուրելիս, նա համբուրեց այդ էջերը։ Չդադարելով ժպտալ աչքերով, Շեմյոտը կշտամբում էր նրան։ Այո, նա թեթևամտորեն է վարվել, նա սիրահարվել է, դա ներելի է։ Նա խոստովանել է իրեն, առաջինը, առանց իր ցանկության, սա արդեն գրեթե անթույլատրելի է։ Հիմա նա եկել է կալվածք։ Ահ, աղջկական ինչպիսի անզգուշություն։ Նա կործանում է իր հեղինակությունը չափազանց հեշտ։ Ինքը չի կարողանում տանել երկիմաստ վարքով կանանց։ Եվ վերջապես գլխավորը. նա առանց հարցնելու ներխուժում է իր կյանք։ Նա հաստատակամ է իր սիրո մեջ, սակայն ինքը չի սիրում համառներին։ Նա իրավունք չի տվել Ալինային հետապնդել իրան։ Նա կտրում է իրան գործերից, գրքերից, իր սովորություններից, նա իրոք պնդերես է։ Կարելի է ասել և մտածել, որ նա ուզում է իրան ամուսնացնել իր հետ։ Աստված, ինքը թույլ չի տա ոչ մի նման բան։ Իսկ ինքը, նկատելով, թե որքան է Ալինան ճնշված, մտածում էր. նրա ներշնչելությունը ապշեցնող է։ Պաղպաղակ լցնելով, նա հավելեց, թե Ալինան դեռ ոչնչով չի արժանացել իր սիրուն։ Ում տեղն է Ալինան իրան դրել։ Շատ բան Ալինայի մեջ իրան դուր չի գալիս։ Անհրաժեշտ է, որ նա փոխվի։ Նա երեխա է, որ խիստ ղեկավարման կարիք ունի։ Դա ճիշտ է, շշնջաց այդ խոսքերից խոցված Ալինան, զգալով նրա ողջ արդարացիությունը, մեռնելով զղջումից։ Դա ճիշտ է, դուք կօգնեք ինձ շտկվել։ Առաջին ու վերջին անգամ Շեմյոտը մտովի խղճաց նրան։ Նա մտածկոտ ասաց. եթե դուք Մենաստանում հայտնվեիք,
ապա դուք սուրբ կդառնայիք։ Եթե ապրեիք Սաֆոյի ժամանակներում, դուք Բիտիլիսի նման Ափրոդիտեին կծառայեիք։ Իսկ հիմա ես չգիտեմ, թե մեզանից ինչ դուրս կգա, Ալինա։ Ճաշից հետո նա տարավ Ալինային կալվածքը ցույց տալու այլ ճանապարհով, որի երկայնքով նույնպես ակացիաներ էին տնկված։ Երբ հանդիպում էին բանվորների, նա հավասարի քաղաքավարությամբ գլուխ էր տալիս։ Ալինան ուշադիր զննում էր եգիպտացորենի դաշտը, շինությունները, կալատան մեծ քառակուսին, որը պատված էր ցածր խոտով։ Արևը արդեն մայր էր մտել։ Մանուշակագույն երանգը միացել էր ստվերների կապույտին, ինչ որ տեղ կրկին զռռում էր իշուկը։ Նրանք սարը բարձրացան։ Խաչի մոտ շեմյոտը փռեց թիկնոցը։ Ալինան նստեց։ Նրանք երկար նայում էին գետին և ծառերին։ Ահա և արծիվը, ասաց շեմյոտը։ Թռչունը փոքր պտույտներ էր կատարում, ապա ավելի լայն, սլանալով ավելի վեր և վերջապես ձուլվելով երկնքին։ Ինչ օդ է։ Այո, ինչ օդ է։ Նա հանեց իր սև թավշյա գլխարկը։ Ալինայի մոտ մեծ գայթակղություն առաջացավ համբուրել նրա փայլող ճակատը և ճոխ ու փափուկ մազերը։ Նա զգաց, որ ոչ մեկին երբևէ չի սիրի այնպես, ինչպես շեմյոտին, և պետք չէ բողոքել կամ դիմադրել, այլ ընդունել այդ սերը և հնազանդվել։ Նույն օրը երեկոյան նա հետ վերադարձավ քաղաք։ Տանը ամեն ինչ լավ էր։ Վոյցեխովան պատմեց, որ Քրիստինան երեկ երկար նստած է մնացել այգում։ Երիտասարդ պարոն Շեմյոտը հեռախոսով հարցնում էր օրիորդի մասին։ Կանացի բնազդով Վոյցեխովան կռահել էր, թե ուր էր գնացել Ալինան։ Անմեղ տեսքով նա հարցրեց. Օրիորդը ամեն դեպքում որոշել է ամուսնանալ պարոն Շեմյոտի հետ։ Եվ Ալինայի զայրացած բղավոցին ի պատասխան վախեցած սկսեց մռթմռթալ։ Հանուն Հիսուսի, օրիորդին հիմա չես գոհեցնի, ինչու օրիորդը իրոք չամուսնանա։ Ալինան վռնդեց նրան և սկսեց լաց լինել։ Մի քանի օր նա Քրիստինային իմաց չտվեց իր վերադարձի մասին։ Նրա ինքնասիրությունը խոցված էր։ Եվ ահա Վոյցեխովան հուզված հայտնեց Օսկերկոների ժամանման մասին։ Քրիստինան կանգնած էր հյուրասենյակի կենտրոնում սակավածանոթ կնոջ տեսքով։ Նա սնկել էր, դեղնել և ամուր սեղմել շուրթերը։ Վիտոլդը նայում էր ալբոմները։ Աստված իմ, երբվանից եք դուք այսպիսի նրբախնդրություն ցուցաբերում իմ հանդեպ։ Կներես, մենք չգիտեինք, մենակ ես դու արդյոք։ Իսկ ում հետ ես կարող էի լինել։ Երեքով նրանք նստած էին պատշգամբում, թեյ էին խմում և խոսում դատարկ բաներից։ Այգում շչուրեկը վերանորոգում էր նստարանը, և Վիտոլդը հանկարծ պոկվեց տեղից և գնաց նրան ցուցումներ տալու։ Քրիստինան սկսեց հոգեհան անել ընկերուհուն։ Ինչպե՞ս, դու օր ու գիշեր ես անցկացրել Շեմյոտի հետ, և դու ուզում ես ինձ համոզել, թե դուք ձեզ պահել եք հրեշտակների նման։ Ալինա, ես խելքս դեռ չեմ գցել։ Բայց ես չեմ ստում, սիրելիս։ Ինչ, նա կամուսնանա քեզ հետ։ Չգիտեմ։ Ինչպես, գժվեցի՞ր, չգիտես։ Ոչ, մի տանջիր ինձ, Քրիստինա։ Եվ ի՞նչ է լինելու հետո։ Չգիտեմ։ Հրեշավոր է, ես ասում եմ քեզ, Շեմյոտը քեզ պատրաստում է Կլարայի դերի համար։ Ցանկանալով փոխել զրույցը, Ալինան հարցրեց Բրունոյի մասին։ Ինչպես է փոքրիկը, ինչու իր հետ չի բերել։ Քրիստինան ձանձրացողի տեսք ընդունեց։ Բրունոն հիմա հյուրընկալվել է բժիշկ Միրսկուն, վերջինս շատ է սիրում տղային։ Նա գտնում է, որ Բրունոն այլասերման հիանալի օրինակ է։ Նրանից կարող է թե հանճար, թե խելագար դուրս գալ։ Ապա Քրիստինան թեքվեց և համբուրեց Ալինայի շարֆը։
Վերջինս զայրացավ, վեր կացավ և գնաց Վիտոլդի մոտ։ Շուրեկը բողոքում էր նոր աշխատանքից։ Նկատելով օրիորդի մոտենալը, նա ավելի դժգոհ տեսք ընդունեց։ Այո, պարոն Շեմյոտը կարողանում էր իրան գնահատել, իսկ այստեղ Վոյցեխովան կոկորդն է կրծում, խոհարարուհին ստիպում է աղբը թափել։ Ալինան վռնդեց այգուց Շուրեկին և քնքշորեն թևանցուկ արեց Վիտոլդին։ Շուրեկը ճիշտ է, Վոյցեխովան դարձել է անտանելի, նա հետևում է ինձ, ծեծում է աման լվացող փոքրիկին, ես ուրախ կլինեի ազատվել Վոյցեխովայից։ Վիտոլդը մտածրիվ խաղում էր Ալինայի մատների հետ։ Նա Ալինային շատ սրտացավ էր վերաբերվում, սակայն նրա համար Ալինան կին չէր։ Նա սիրում էր փոքր-մոքր, չորուկ, ալ, գզգզված տղաների նմանվողների և բացառություն էր անում միայն Միսի Պոտոցկայայի համար, որին արդեն երկրորդ տարին էր փորձում գայթակղել։ Նա ուզում էր ամուսնանալ Պոտոցկայայի հետ, նրան իդեալական կին համարելով աշխարհիկ մարդու համար, սակայն միևնույն ժամանակ նրան շփոթեցնում էին Քրիստինայի խորհուրդները։ Նա լիովին հավատում էր քրոջ գործնական խելքին։ Ամուսնանալ Ալինայի հետ, ինչու ոչ, իսկ եթե դա ճակատագիր է, Պոտոցկայան աղքատ է, իսկ Ալինան հարուստ։ Նա հարցրեց Ռուշիցին մտերմիկ տոնով. Ինչո՞ւ դուք վայր չեք դնում առօրյա հոգսերի բեռը։ Ինչպե՞ս։ Ամուսին գտեք։ Նա բռնազբոսիկ ծիծաղեց։ Միթե հեշտ է։ Նա իջեցրեց ձայնը։ Ես վաղուց կռահում էի, որ դուք զգացմունքներ ունեք Շեմյոտի նկատմամբ, ասացեք, դա լուրջ է։ Նա երջանիկ էր խոսել Շեմյոտի մասին։ Վիտոլդը լսում էր նրան զարմանքով, Ալինան նրան էքսցենտրիկ էր թվում։ Իր հերթին նա կիսվեց Միսի Պոտոցկայայի հետ կապված իր ծրագրերով։ Նրանք գնում էին այգու խորքը, մեկը մյուսին կպած, յուրաքանչյուրը բողոքելով իր ճակատագրից։ Ինչո՞ւ եք դուք այդքան հազվադեպ գալիս մեզ մոտ, բացականչեց նա հուզված։ Ես ձեզ համարում եմ իմ եղբայրը։ Չես էլ նկատում, թե ինչպես ես խրվում վազվզուքի մեջ, հոգոց հանեց Վիտոլդը։ Ապա նա սկսեց քննարկել քրոջը։ Քրիստինայի ինչին է պետք տանջել Հուլիոս Շեմյոտին։ Նա հիանալի զույգ է Քրիստինայի համար։ Իհարկե, Վիտոլդը շատ լավ գիտի իր եղբայրական պարտականությունները, սակայն Քրիստինան հաճախ անտանելի է և տանը իսկական դժոխք է սարքում։ Եթե Հուլիոսին մի օր զզվեցնի այդ կատակերգությունը, ինքը Վիտոլդը չի զարմանա։ Քրիստինան հոգնեց նրանց սպասելուց։ Նա ձայն տվեց եղբորը չարացած ձայնով և անմիջապես հեռացավ։ Ալինան մնաց նստած քարե նստարանին։ Ինչ֊որ թռչուն չարչրկվում էր թփերում։ Շեմյոտի մասին զրույցից ոգևորված, Ալինան կիսով չափ փակել էր աչքերը։ Նրան թվում էր, որ նա զգույշ և դանդաղ համբուրում է իր շուրթերը։